Նորից բարի երեկո Ժողով ջան, հարկ Աստծո, որ այսօր նորից իրար հետ ենք ու միասնաբար պիտի սերտենք Մարկոսի ավետարանի արդեն երկրորդ գլուխը։ Հետաքրքիր այս մի քիչ առաջ այդ էի խոսում, որ 3 դաս տևեց, 3 շաբաթ տևեց, որպեսզի սերտենք առաջի գլուխը։ Ու վստահեցնում եմ ձեզ, եթե եւս 3 էլ անենք, եւ նույնա չէին բավարարի, որովհետեւ մանավանդ ավետարանը Աստծո խոսքը ինքնին այնքան խորն է, որ անհասանելի է մարդու համար, ուղղակի մենք փորձում ենք մեր կարողության չափով անպայման մեր եկեղեցու կամ ընդհանրական եկեղեցու սրբերի մեկնության հիման վրա հասկանալ Աստծո խոսքը, ու այս դեպքում մասնավորաբար ավետարանը, որ գագաթնակետում է գտնվում, ունենք 75 գիրք, գիտենք բոլորս Աստվածաշունչ մատյանում, եւ 75-ից ամենակարևորները այս դեպքում 4 ավետարաններն են, դրա համար պատարագի ժամանակ նաեւ մենք ինչ ենք անում, ավետարանը բարձրացնում ենք, ասում ենք «Պրոսխում է ասի Աստված», եւ իրապես որ Աստված է խոսում, ու հենց սա է կարևոր, որ մենք հասկանանք, որ հիմա ինչ որ նոր կարդալու ենք ու ծանոթանանք, Աստծո խոսքն է, ինչ որ պիտի մենք ոչ միայն հասկանանք, այլ նաեւ կիրառենք մեր կյանքում։ Ամեն անգամ ինչպես որ անում ենք նախորդ նյութն ենք մեկ հատ վերհիշում, որովհետեւ ինչպես ամեն անգամ ասել եմ ու կասեմ, ավետարանն ինքը մի շղթա է, այս գլուխները, որ մենք տեսնում ենք, բացառությամբ Սաղմոսների, որոնք առանձին գրքեր են, բացառությամբ Սաղմոսների բոլորը հետագայում արդեն 10-րդ դարից հետո ձևավորված ավանդույթ է, որ մարդու համար դրել են, որ ավելի հեշտ լինի, որ ավելի հեշտ հիշենք, բայց խորքի մեջ ավետարանը մի ամբողջություն է, գլուխների բաժանված չի։ Ուղղակի հեշտ է հիշելը, օրինակ գիտենք, որ Մարկոսը 16 գլխից է բաղկացած, եւ երբ որ բաժանում են գլուխների, ճիշտ հեշտ ենք ավելի հիշում։ Բայց խորքի մեջ ինքը մեկ ավետարան է, ու դրա համար կուզեմ նորից ընթերցել մեր նախորդը, որպեսզի հիշենք ինչի մասին սերտեցինք Աստծո խոսքը, ու այսօրվա նյութն էլ իրապես հետաքրքիր է, շատերիս ծանոթ, բայց միևնույն ժամանակ վստահ եմ անծանոթ պիտի լինի, որտեղ շատ նյութեր կան, որ երևի չէինք մտածել։ Որն էր նախորդ նյութը, հետևյալն էր, ասում եմ, եւ ժողովարանից դուրս ելնելով անմիջապես եկավ Սիմոնի եւ Անդրեասի տունը, Հակոբոսի եւ Հովհաննեսի հետ, Սիմոնի զոքանչը տակության մեջ վարկած էր, իսկույն ասացին նրա մասին Հիսուսին, եւ նա մոտենալով նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց։ Եվ տենդը նրան թողեց, եւ նա ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ արևի մայր մտնելու ժամանակ, նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին եւ դիվահարներին, եւ ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առաջ։ Եվ նա տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց եւ բազում դևեր հանեց եւ թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետեւ գիտեին նրան, որ Քրիստոսն է։ Եվ առավոտյան մոտ լույսը բացվելուց առաջ վեր կացավ եւ ելավ գնաց ամայի մի տեղ եւ այնտեղ աղոթում էր։ Նրա հետևից նրան փնտրելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին։ Եվ երբ գտան նրան, ասացին. ամենքը փնտրում են քեզ, եւ նա ասաց նրանց. եկեք գնանք այլ մոտակա գյուղաքաղաքներ եւս, որպեսզի այնտեղ էլ քարոզեն, որովհետեւ հենց դրա համար եմ եկել, եւ ամբողջ Գալիլեայում նրանց ժողովարաններում քարոզում էր եւ դևեր հանում։ Նրա մոտ եկավ մի բորոտ, նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Իսկ Հիսուս գթալով ձեռքը երկարեց, ստիպավ նրան եւ ասաց. կամենում եմ, մաքրվիր։ Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, եւ նա մաքրվեց։ Եվ Հիսուս իսկույն դուրս հանեց նրան եւ խստիվ պատվիրեց. զգույշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա քեզ քահանայից ցույց տուր եւ մաքրվելուդ համար ընծատուր այն, ինչ հրամայել է Մովսեսը նրանց համար իբրև վկայություն։ Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Հիսուս չէր կարողանում այլևս հայտնապես քաղաք մտնել, այլ դուրս ամայի տեղերում էր մնում եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Սա նախորդ նյութն էր, իսկ այսօրվանը հետեւյալն է։ Մի քանի օր հետո, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է, եւ շատեր հավաքվեցին այնպես, որ այլևս տեղ չմնաց ոչ իսկ դռան առաջ, եւ նրանց քարոզում էր Աստծո խոսքը։ Եվ եկան նրա մոտ բերելով մի անդամալույծի, որին տանում էին 4 հոգով։ Եվ երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երթիկ այն տան, ուր գտնվում էր նա, եւ բացելով առաստաղ իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց. Որդյակ, քո մեղքերը քեզ ներված են։
Օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորում էին, այս ինչ է խոսում, սա հայոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված։ Եվ Հիսուս իր հոգում իմացավ, որ այնպես են խորհում իրենց մտքում, ուստի ասաց. ինչու ձեր մտքում այդ եք խորհում, որն է ավելի դյուրին, անդամալույցին ասել քո մեղքերը քեզ ներված են, թե ասել վեր կաց առ մահիճդ ու գնա քո տունը։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի ներելու մեղքերը, ասաց նա անդամալույցին, քեզ եմ ասում վեր կաց առ քո մահիճը եւ գնա քո տունը։ Եվ վեր կացավ ու անմիջապես վերցնելով մահիճը բոլորի առաջ դուրս ելավ այնպես, որ ամենքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. այսպիսի բան երբեք չենք տեսել։ Եվ նա դարձյալ ծովեզերք գնաց եւ ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս եւ նա ուսուցանում էր նրանց եւ ինչ նա անցնում էր, տեսավ Ալֆեոսի որդի Ղևիին, որ Մաքսատանը նստած գործի վրա էր ու նրան ասաց. արին հետևից։ Եվ Ղևին վեր կացավ, գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ եւ մեղավորներ էլ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա հետևից գնում։ Իսկ օրենսգետներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա մաքսավորների եւ մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. ինչու եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում եւ խմում։ Երբ Հիսուս լսեց, նրանց ասաց. առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին, եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Քանի որ տեքստը ընթերցեցի, ուզում եմ բոլորի ներկայությամբ նախ մեր Էմիլին շնորհակալություն հայտնել, որովհետեւ այս ամեն ինչ, որ ես ձեզ ուղարկում եմ, որ դուք նախապես կարդաք ու հուսամ կարդում եք, այդ բոլորը ինքն է ինձ փոխանցում digital file-ով, ու ես ձեզ տալիս եմ ժամանակին նկարում էի, մի քիչ ծուռ էր լինում, իսկ հիմա արդեն մաքուր ստանում եք։ Ուսամ կարդում եք, որովհետեւ եթե կարդացած են գալիս, սերտած են գալիս, քիչ ավելի ծանոթ ենք ու Աստծո խոսքան համաձ ավելի տարբեր ենք ընկալում մեր սրտերում։ Ինչպես է եկեղեցին դարեր շարունակ շուրջ 2000 տարի Աստվածաշունչը սերտել։ Շատ հստակ ու պարզ, ոչ այսօրվա նման։ Ընթերցվել է տողը կամ երկու տող, նայած եթե միտքը 2-3 տողի մեջ է կամ 2-3 նախադասության մեջ է, եւ դա մեկնվել է։ Դրա համար եթե նայեք այս հայրերի մեկնությունները, կտեսնեք Աստվածաշնչից մի համար ու տակը մեկնություն։ Տարբեր մարդիկ տարբեր են մեկնել, տարբեր մեկնիչներ։ Ոմանք կան, որ խորքային են արել, ոմանք կան ավելի կարճ են արել։ Ինչն է տարբերությունը։ Հետևյալն է տարբերությունը։ Ոմանք արել են պարզ ժողովրդի համար, եւ եթե խորքային աստվածաբանական մեկնություններ անեին, օրինակ ինչպես տեսնում ենք Սուրբ Յուրեղ Ալեքսանդրացու մոտ, շատերը պիտի չհասկանային, ժողովուրդը գալիս էր ուսուցիչի մոտ, վարդապետի մոտ, ասենք ոսկեբերանի մոտ, ու ոսկեբերանը խոսում էր իրենց ամեն օր։ Եվ օրինակ ինչու ոսկեբերանին ավելի պարզ պիտի լինի, որտեղ իր նպատակը ոչ թե իր խելացիությունը ցույց տալն էր, այլ ժողովրդին օգտակար հանդիսանալը։ Ու դրա համար որոշ մեկնիչներ հակիրճ կխոսեն, որոշները ավելի երկար։ Դա կապված է լսարանից։ Մերն էլ նույնն է, երբեմն անձինք կան, որ 10 տարի շարունակ Սուրբ Գրքի սերտողության են եկել, բնականաբար եթե 10 տարի գալիս ես, քո մոտ ավելի տարբեր աճ կա։ Ոմանք առաջի անգամ են այսօր եկել։ Մեր խնդիրը, իմ խնդիրը այստեղ ինչ է, որ փորձում եմ ոսկե միջինը գտնել, որ ոչ նրանք ձանձրանան, հին եկողները ասելով, որ սա արդեն ձանձրալի է, որտեղ շատ բարձ է։ Ոչ էլ նոր եկողներն ասեն, որ շատ բարդ է, մեր համար չի, մենք չենք կարող գալ։ Ու դրա համար փորձում եմ ոսկե միջինը գտնել այստեղ հուսալով, բառ օգտագործեմ, երազելով, տեսիլքն ունենալով, որ հետագայում ու սա նաև Սրբազանին մի քանի անգամ շեշտել ու ես գրավորել եմ իրեն report-ը, որ կնախընտրեմ, որ 3 աստիճանի դասեր ունենանք, beginners, intermediate, advanced, սկսնակների, միջին եւ արդեն բարձր ճանաչողություն ունեցողներին, ովքեր տարիներ շարունակ իրենց ներդրումը բերել են լավով, իրենց ժամանակը այստեղ անցկացնում։ Այսքանը ներածական, հիմա անցնենք կոնկրետ նյութին։ Մի քանի օր հետո ասում է ավետարանը, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։ Հետաքրքիր է, քանի որ Մարկոս, եթե նկատեցիք, անընդհատ շարժումի մեջ է ու անընդհատ այդ կամ կարևոր բառը, որ հիմա էլ այսօր է պիտի տեսնենք, անմիջապես immediately անգլերենով այս բառը կա, անընդհատ տեսնում ենք Քրիստոսի շարժի մեջ եւ դրա համար մի բան փորձեցի այստեղ ես քարտեզը դնել, Գալիլեայի քարտեզը, որ մոտավորապես հասկանանք, թե այս շատ կարճ ժամանակում, մոտավորապես 2 ամսվա ընթացքում Քրիստոս ինչքան տեղաշարժումներ կատարեց։ Մարկոսից ընթերցեցին, որ սկզբից ինչ արեց, եթե ոչ Հորդանանում մկրտվեց,
հետո գնաց անապատ, այդտեղ ա որ 40 օր մնում է անապատում, բայց դրանից հետո անմիջապես Կափառնայում ա գալիս, Պետրոսի տանը մնաց ընթերցեցինք, հետո ուզում էին պահել տանը չուզեց, որովհետև Քրիստոս եկել էր բոլորի համար, Գալիլեայի գյուղերն ու քաղաքները շրջեց, որից հետո նորից գնաց անապատ, որովհետև կհիշեք, բոլորը այնքան էր տարածել, որ մարդիկ չէին թողնում, որ Քրիստոս ազատ լինի, հիմա անապատից նորից եկավ Կափառնայում։ Այսինքն անընդհատ շարժումի մեջ է, անընդհատ քարոզում է, անընդհատ խոսում է, ու համաձայն Մարկոսի դեռ 12 աշակերտներին չի էլ հավաքել։ Ընդամենը 4-ն են իր հետ, Պետրոսն ու իր եղբայր Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը, եւ այս 4 աշակերտների հետ ինքը շրջում է ու եկավ տուն։ Եվ ենթադրվում է հիմնվելով նախորդ նյութից, որ այս տունը Պետրոսի տունն էր, որ արդեն եկել էր, որտեղ Պետրոսի զորքանչի նոր ընթերցեցի բժշկեց, ու նորից եկավ տուն ու ինչ եղավ, այստեղ իմացան, որ ինքը տանն է, եւ սա շատ կարեւոր է, Քրիստոսի տունը այնտեղ է, որտեղ ինքը բնակվում է, եւ հիմա մենք այլաբանորեն երբ որ պիտի բացատրենք, պիտի հասկանանք, թե որն է այդ տունը ու որտեղ ինքը բնակվում, ու բնականաբար մի քանի քայլ հետո պիտի տեսնենք եկեղեցին, որ Աստծո տունն է ու հենց այնտեղ է բնակվում, ու մարդիկ գալիս են Քրիստոսի մոտ, ու ոչ թե մեկ կամ երկուսն են գալիս են հարյուրավորներ, գալիս են հազարավորներ, որովհետև իրենք ուզում են Քրիստոսի ներկայությունը զգալ, Քրիստոսի ներկայությունը վայելել եւ Քրիստոսով օրհնվել, մի բան, որ մեզանից յուրաքանչյուրը վստահ ունի կարիք։ Հաջորդ նախադասությունը հետևյալն էր, եւ շատերը հավաքվեցին այնպես, որ այլևս տեղ չմնաց, ոչ իսկ դրան առջև, եւ նրանց քարոզում էր Աստծո խոսքը։ Եթե ուշադրություն դարձեցիք, առաջին անգամ, երբ որ Պետրոսի տանն էր, բժշկություններ էր կատարում, զուտ բժշկություններ էր, ու ում որ բերում են գրեթե բոլորի, մենք այնտեղ կոնտեքստը տեսանք, որ գրեթե բոլորին բժշկում էր, այսինքն քարոզը չէր այնքան, որքան բժշկություններն են։ Ու հետաքրքիր է, մարդիկ հենց դա են, առաջինը մենք նյութականն ենք փնտրում, երբ որ գլուխը ցավում է, ուրիշ բան չես մտածում։ Բայց երբ որ բժշկությունները կատարեց Քրիստոս ու Կափառնայումին բժշկեց, հետաքրքիր բառ եմ ասում, ամբողջ Կափառնայումին բժշկեց, արդեն սկսեց Աստծո խոսքը խոսել, որովհետև իր նպատակը մարմնական բժշկությունը չէր, իր նպատակը Աստծո խոսքը փոխանցելն էր, որը բժշկելու է ոչ միայն մարմին, այլ ամենակարևորը հոգին ու միտքը։ Ու այս անգամ արդեն ինքը Աստծո խոսքն էր քարոզում, եւ մարդիկ խռնված էին, որպեսզի լսեն Աստծո խոսքը ու լսեն ումից, եթե ոչ մարդացած Աստծոց, մեր Տիրոջ ու Փրկիչից Հիսուս Քրիստոսից։ Եվ այս միտքը ես մտածեցի ու այսօր եմ ուզում սրա մասին խոսել, որ իրապես Քրիստոսի տուն էին գալիս, Աստծո տուն էին գալիս ու այնքան էին գալիս, որ նույնիսկ դռնից ներս չէինք մտնում, իսկ այսօր հակառակն ենք տեսնում եկեղեցիներում, խնդրում եմ ուշադրություն դարձնենք, այո, փառք Աստծո, եւ շատերը հներ այստեղ որ Սրբոց Ղևոնդյանց տարիներով եկել են, որ մեկն էլ մեր ընտանիքն է եղել, այսպիսի լեցուն չի եղել եկեղեցին երբեք։ Ու այսօր փառք Աստծո, որ լեցունը կարծես ամեն անգամ զատկական պատարակ լինի, բայց այստեղից դուրս գալով ամբողջ արևմտյան թեմը միայն Սրբոց Ղևոնդյանցը չի կամ մեկը երկուսը չեն։ Ընդհանրապես մեր եկեղեցիները այդքան լիքը չեն, ու ինչու չեն։ Իմ կարծիքով, որովհետև երևի գիտակցությունն է սառել, որ Աստված այնտեղ է, որ Քրիստոս այնտեղ է ու Քրիստոսի հետ պիտի շփվենք ու Քրիստոսից օրհնություն պիտի վերցնենք, մենք շատ ավելի զբաղված ենք այլ բաներով ու հաճախ նման պատկեր ես տեսնում, որ եկեղեցիները դատարկ են, ու սա շատ ավելի լավ է երևում, երբ որ մենք ուխտագնացությունների ենք գնում, անցած տարի մի քանի անգամ գնացինք, այս տարի չեմ հիշում, թե գնացել ենք թե ոչ, ու տեսնում ես այդ համայնքների ուրախությունը, երբ որ օրինակ մի խումբ հավատացյալներ գալիս են եւ իրենց հետ աղոթակից են լինում։ Եվ նաեւ բացի նրանից, որ մենք ենք սառել, ես այստեղ ուզում եմ ինքնակնություն էլ անենք մեզանից յուրաքանչյուր մեկը, որ 20 արդեն երկրորդ տարին է, որ եկեղեցում է ծառայում, որ միգուցե մենք քիչ ենք Աստծո խոսքը քարոզում։ Սա էլ է շատ կարևոր, որովհետեւ այստեղ շատ հստակ Ավետարան ասում է եւ նրանց քարոզում էր Աստծո խոսքը։ Աստծո խոսքի քարոզությունը այն մեղրն է, որը որ ձգում է մեղուներին դեպի իրեն, այսինքն այն քաղցությունն է, որը որ ձգում է քրիստոնյաներին։ Աստծո խոսքի քարոզությունը ամենակարևորն է։ Օրինակ ես իմ փոքրիկ փորձառությունը կիսեմ ձեզ հետ, միշտ ասում եմ, երբ որ սկսել ենք 4 հոգով ենք սկսել։
բայց չես դադարում խոսելուց Աստծո խոսքը, Աստծո ավետարանը բացատրելուց քո չափով, ինչքանով որ Աստված քո փոքրիկ ունակությունները քեզ տվել է։ Եվ դու տեսնում ես, որ մեկ էլ տեսար մարդիկ սկսեցին առատանալ, շատանալ, մեկը մյուսին ասում, արի տես, միգուցե լավ է, եւ այսպես սկսում են շատանալ։ Ու սա է գաղտնիքը, եթե իրապես Աստծո խոսքն են փորձում ուսուցանել ու քարոզել, համբերատարությամբ գնում ենք առաջ ու Աստված օրհնում է մեզ, ու այնքան է լինում, որ դռներից ներս մտնելու այլևս տեղ չի լինում։ Եվ կարծես թե ամեն ինչ պարզ է, ամեն ինչ հրաշալի է, բայց մի փոքրիկ դրվագ է գալիս ու մի շատ ավելի խորքային տեղ է մեզ տանում, քան մենք երևի թե կպատկերացնենք։ Եվ ասում եկա նրա մոտ բերելով մի անդամալույցի, որին տանում էին 4 հոգով։ Հետաքրքիր ավետարանը միշտ բառերը կարևոր է որ ընթերցենք։ Նախ իրենք եկան, ուր էին գնում Քրիստոսի մոտ։ Նախ այս 4 հոգին գնում էին Քրիստոսի մոտ։ Եվ երկրորդը ոչ միայն իրենք էին գնում, այլ իրենց հետ բերեցին ևս մեկին, որը որ անդամալույց էր, այլ խոսքով ինքը իր ոտքով չէր կարող գնալ։ Ուսը շատ խորքային է։ Եվ մենք հիմա պիտի խոսենք անշուշտ անդամալույց վիճակի մասին, որ միայն ֆիզիկական անդամալույցությունը չի, նախ եւ առաջ կամային անդամալույցությունն է, կամքից թույլ ենք հաճախ։ Ուզում ենք, բայց չենք կարողանում։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ու այս վիճակն է, այստեղ մենք տեսնում ենք, որ 4-ով եկան ու իրենց հետ բերեցին մեկին։ Եվ ինչ են անում, այնքան բան է, որ իրենք հենց ձեռքերը թափ տալով չեն գալիս, այդ մարդու ծանրությունն են վերցրել։ Եվ միգուցե միայնակ չկարողանային տանել, բայց 4 հոգով բաժանել են իրար մեջ, ու այդ դիմացինի ծանրությունը իրենք տանում են, որովհետև անդամալույցը մենակ չի կարող Քրիստոսի մոտ գնալ, իսկ գաղտնիքը հաջողության կամ կյանքի Քրիստոսի մոտ գնալն է։ Եվ այստեղ 17-րդ դարի եկեղեցու հայրերից ուղղափառ, եկեղեցու արևելյան ուղղափառ, եկեղեցու հայրերից, այսինքն Eastern Orthodox հայրերից Թեոփիլակտը, որ բուղար է, հետևյալ դիտքն էր ասում, որ ասում էր երբ է մեր հոգին անդամալույց, այն ժամանակ, երբ չի կարողանում շարժվել Աստծո կամքի համաձայն, կատարել բարին եւ օգտակարը։ Եվ իրապես եթե այս կոնտեքստի մեջ նայենք, կտեսնենք, որ այո, Փառք Աստծո, մեզանից բոլորն էլ այստեղ իրենց ոտքով են եկել, բայց արդյոք մեր ներաշխարհը, մեր հոգին, մեր միտքը անդամալույց չի կամ կիսով չափ անդամալույց չի, որովհետև հաճախ մենք չենք շարժվում Աստծո կամքի համաձայն, չենք մտածում հաճախ անել բարին եւ օգտակարը, այլ նախ եւ առաջ փորձում ենք անել այնինչ մեզ է հաճելի, այնինչ մեզ է օգտակար։ Եվ այս 4 հոգին լավագույն օրինակն են, որ միայն իրենց համար չմտածեցին, այլ դժվարության առջև գտնվեցին։ Ես վստահ եմ, երբ որ իրենք տանում էին այս անդամալույցին, մտածում էին այդքան էլ դժվար չի լինելու, 4 հոգով կբաժանվենք, իրար հետ կբռնենք ամեն մեկս մի անկյունից ու կտանենք Քրիստոսի մոտ։ Բայց դժվարությունը դեռ նոր սկսում էր իրենց համար։ Եվ այստեղ նաև իրենց հավատի փորձաքարն էր։ Ինչքան կգնաս ուրիշի համար, ինչքան կտանես ուրիշի համար։ Մինչև դուրը հասցրեցիր ու հանկարծ պարզվեց, որ չես կարող ներս մտցնել։ Եվ երբ ամբողջի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, այս բանը ուզում եմ կանգնեք։ Մարդիկ են, խնդրում ես, որ ճանապարհը բացեն, որ տանես դեպի Քրիստոս, իսկ մարդիկ չեն թողնում։ Իրենք են հազիվ խռնվել այնտեղ։ Ոստեղ նորից գալիս է քո խնդիրը, թողնել ես մարդուն, ասել ես հիմա արեցի, ինչքան կարող էի արեցի, մինչև այստեղ եմ հասցրել, մինչև Քրիստոսի դռան առջև եմ հասցրել, էլ չեմ կարող, թե ևս մեկ ու ավելի կարևոր ջանք գործադրել աստիճաններով, որը շատ ավելի դժվար է, բարձրացնել վերև եւ այդտեղ էլ դեռ չի վերջանում, երթիկը քանդել, առաստաղը, տանիքը քանդել եւ այդ ծանրությունը 4 հոգով իջեցնել Քրիստոսի ոտքերի առջև։ Այս մարդիկ նաև անում են այդքանը, որը որ բացառիկ քրիստոնեական նկարագիր ունեցող մարդիկ միայն կարող են անել, ու մարդիկ, որոնք որ իրոք եղբայրության գիտակցություն են, եղբայրասիրություն ունեն, ադելֆոս, հենց եղբայրասիրությունն է, որը որ այս դեպքում մենք տեսնում ենք, որ ունեն։ Բայց այս պարագան ուզում եմ նաև հասկանանք, որ իսկ եթե ես անդամալույցն եմ, որը սպայն չեմ կարողանում քայլ կատարել դեպի Քրիստոս, ունեմ 4 օգնական, որոնց Աստծո օրհնությունն են իմ համար ու դեպի Քրիստոս են ինձ տանում, ես անշարժ վիճակում եմ, ունեմ հարյուրավոր ինձ հակառակ մարդիկ,
որոնք ուղղակի թույլ չեն տալիս, որ ես գնամ դեպի Քրիստոս, ուղղակի պատի նման կանգնեն ու հաճախ էսպես է կյանքը։ Մարդ շատ ավելի քիչ ընկեր ունի, քան հակառակորդ։ Բայց հետաքրքիր ինչ է, քանակի մեջ չի խնդիր, այլ որակի մեջ է։ Եթե ունես 4 հոգի քո կյանքում, որոնք որ քեզ իրապես նվիրված են ու սիրում են, այդ 4-ը կարող են անել ավելի, քան այդ 100-ավոր մարդիկ, որ քո դեմը փակում են ու թույլ չեն տալիս, որ դու գնաս դեպի Քրիստոս։ Ես ասիրավար իրենք եմ կանգնած ու վերջ։ Ու նաև սա շատ կարևոր է։ Ու նաև մեկ կարևոր հանգամանք եմ ուզում այստեղ շեշտել, որ ինքան հետաքրքիր է, որ փաստորեն այստեղ ավետարանի մեջ մենք հասկանում ենք, որ ավելի հեշտ է ինչ անել անկենդան պատնեշը այդ առաստաղը քանդել, քան թե մարդկանց համառություն ու անտարբերությունը քանդել։ Մարդիկ համառ են ու անտարբեր, դուրս չեն գալիս, ճանապարհ չեն բացում, ինչ չի հետաքրքրում ինքը հիվանդա թե չէ։ Եվ իրապես է կյանքում հաճախ այդպես է, ինչ որ մարդկանց հետ չեն կարողանում անել, մարդիկ իրենց կամքով համառությամբ ու անտարբերությամբ մնում են իրենց դիրքի վրա, անում են ուրիշ ճանապարհ փնտրելով ու այս անգամ անկենդան պատնեշները քանդելով, որոնք որ կարծես թե ավելի ամուր են, քար են, փայտ են, բայց խորքի մեջ ավելի հեշտ են քանդվում, քան մարդկային անտարբերությունը ու մարդկային համառությունը։ Եվ հետաքրքիր է հայերեն ասում են, վստահ եմ երևի ընթերցեցիք, երբ որ այս երթիկը բացվեց, ասում եղբայրասիրության լույսը ճառագեց ներսինների մեջ, եւ այս նկարը հետաքրքրորեն նաև այդ լույսն է ցույց տալի, որովհետեւ այնքան սեր ու լույս կար այս մարդկանց մեջ, որ այս գեր մարդկային ճիքը գործադրեցին, որպեսզի իրենց սիրելին, իրենց անդամալույցը գնար ու Քրիստոսի հետ լիներ։ Եվ Հիսուս տեսնելով նրանց հավատ անդամալույցին ասաց. «Որդյակ, քո մեղքերը քեզ ներված են»։ Հետաքրքիր մի բարագակ է ու մասնավորաբար, երբ որ մենք տողերը կարդում ենք, չենք կենտրոնանում, հաճախ մենք կենտրոնում ենք նրա վրա, թե մեր հավատը ինչքան է։ Բայց այս կոնտեքստի մեջ հստակ ավետարանը ասում է Հիսուս չասաց եւ տեքստը այսպես չտեսավ անդամալույցի հավատն ու ասաց, այլ տեսավ նրանց հավատը։ Խորքի մեջ այդ 4-ի հավատն էր, որ բժշկեց անդամալույցին։ Ու սա շատ կարևոր է, որովհետեւ երբեմն մեզ թվում է, թե մենք միայն մեր համար ենք ապրում եւ միայն մեր հավատով արինում, չէ։ Քրիստոս այդ բարեկամների հավատը տեսավ, ու այդ բարեկամների հավատի պատճառով է, որ անդամալույցը բժշկվեց, նախ հոգին բժշկեց անդամալույցի, հետո նաև բժշկեց մարմինը։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ հետաքրքիր է, որ այստեղ Քրիստոս օգտագործում է որդյակ բառը։ Որդյակ, եթե նայենք ֆիզիկական առումով, Քրիստոս դեռ 30-ների մեջ է, 30-33, մինչև այս տարիները պիտի լինեն, դեռ շատ հստակ է, որ 33-ում ինքը խաչվեց։ Բայց ֆիզիկապես ուրեմն այս մարդը չէր կարող իր որդյակ լինել, որովհետև տարիքով մարդ է։ Ուրեմն այստեղ խոսքը հոգևոր հայրության մասին է։ Եվ շատ հաճախ, սա շատ կարևոր է, որ մենք մոռացել ենք, մենք ընդհանրապես հոգևոր հայրություն գաղափարը մոռացել ենք, որը տանիք չի ենթադրում ու կարող է հենց քո հասակակիցին դու ոչ թե եղբայր լինես, այլ հայր ու կնքահայր գաղափար հենց այստեղ է, որ դու կնքահայր ես մի մարդու, որը որ կարող է քեզանից մեծ լինի, բայց հոգևոր առումով Քրիստոս ցույց է տալիս, որ մենք ունենք այս հոգևոր որդիության ու հայրության գաղափարը, իսկ խորքի մեջ բնականաբար, եթե հասկանում ենք, որ Քրիստոս հիմա պիտի հասկանանք, որ ճշմարիտ Աստվածն է, մենք իր համար զավակներն ենք իր, ու սա արդեն աստվածության մասին է նաև խոսում։ Հետաքրքիր է, որ նաև այստեղ ուզում եմ այս միտքը ասել, որ եթե Քրիստոսի որդիներն ենք բոլորս, ուրեմն մեկս մյուսի հարազատ եղբայր ու քույր ենք, ու ես անընդհատ սա նշում եմ, որովհետև մենք մոռանում ենք սա, ու մեր խնդիրները, մեկս մյուսին ատելություն, հայոյանք, ինչ որ հենց այս օրերին ենք տեսնում, եկեղեցու դեմ, մյուսի դեմ, սա գալիս է նրանից, որ մենք չենք հասկանում, որ մենք ի Քրիստոս եղբայր քույրեր ենք, եւ որ մենք ի Քրիստոս պիտի փորձենք լինել հնարավորինս սիրով ու հնարավորինս մեկս մյուսի հանդեպ ուրեմն զիջող մի բան, որ այսօր մեզանից շատերը չեն գիտակցում։ Իսկ արդյոք անդամալույցը հավատ ուներ, թերևս ուներ, ինչու ենք սա ենթադրում, որովհետև ինքը հակառակ չկանգնեց այս 4 բարեկամների։ Չասես չեմ ուզում գնալ Քրիստոսի մեջ մոտ,
բայց միևնույն ժամանակ երևելի է ավետարանը չի խոսում իր մասին ընդհանրապես, երևելի է չոգևորվեց, այլ խոսքով այստեղ Քրիստոս կոնկրետ շեշտում է 4 հոգուն ոչ թե անդանալույցին։ Անդանալույցը ընդհանրապես միջոց է, որի օրհնությունը ստանում են այս 4 հոգին, որովհետև անձին փորձեցին տանել դեպի փրկություն, դեպի Աստված, դեպի լույս։ Եվ այս ընթացքը, որ Քրիստոս այս բառերն է ասում, որդյա քո մեղքերը քեզ ներված են, ու սրանք կարևորագույն բառեր են, ժողովրդից գալի մասը չհասկացավ։ Լույս չհասկացավ, որ կոնտեքստի մեջ սա էական չէր։ Անդրադառնում էին, որ ինչ-որ մի բան ասեց Քրիստոս։ Բայց խորքի մեջ օրենսգետները նրանք, ովքեր որ Մովսեսի օրենքը գիտեին, այսինքն 5 տարեկանի Թորան ավելի շուտ 5-ամյականը լավ գիտեին, հասկացան, որ այս մարդը տարօրինակ բան ասեց։ Եվ դրա համար է, որ ասում են, օրենսգետներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորում էին, այս ինչ է խոսում, սա հայոյում է, ով կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն Աստված։ Ճիշտ էին ասում արդյոք, այո, մի մասը ճիշտ էին ասում։ Միայն Աստված կարող էր մեղքերին թողություն տալ։ Եվ քանի որ իրենք Քրիստոսի միայն մարդ էին տեսնում, ասում էին սա հայոյում է, իսկ այս հայոյանքի գիտեք պատիժ ինչ էր։ Ահա պատիժ, քարկոց է։ Որովհետև եթե մարդ իրեն Աստծո տեղ է դնում, սա մեծագույն հայոյանքն էր, որ կարող էր լինել ու մի անգամից մահապատժի ենթարկվեր, բայց քանի որ լիքը ժողովուրդ կա ու քանի որ Քրիստոսի անունը շատ է դուրս եք ես նախորդ անգամ մի բառ օգտագործեցի, ինքը դարձել է հայտնի մարդ այսօրվա մեր հասկացողության մեջ, իրենք իրենց մտքում մտածեցին եւ հետաքրքիր է մի քանիսը իրենց մտքում նույն բանը մտածեցին, բայց չարտահայտվեցին բերանացի։ Եվ ուրեմն ինչ է դուրս գալիս, որ փաստորեն այս մարդիկ խորքի մեջ եկել էին ոչ թե բժշկվելու, ոչ թե Քրիստոսին լսելու, ոչ թե ինչ-որ բան ընդունելու, այլ եկել էին, որ երկու բանի համար, նախ հետաքրքրությունից դրդված եւ երկրորդը սխալներ փնտրելու։ Եվ իմ փոքրիկ փորձառությունից ասեմ, ես այդպիսի մարդկանց արդեն երկար տարի ընթացքում շատ եմ հանդիպում։ Մարդիկ կան, որոնք որ գալիս են հետաքրքրությունից դրդված եւ սխալներ փնտրելու համար։ Եվ սա ցավալի իրականություն է, եւ սա տիպիկ հրյա օրենսգետի օրինակն է, որ այսօր մեր կյանքում նաեւ շատ հաճախ լինում է, երբեմն ես էլ եմ այդ օրինակի մեջ գնում, երբ որ անծանոթ վայր ես, գնում ես հետաքրքրությունից դրդված ու գնում ես որ սխալ փնտրես, բայց եթե քրիստոնյա ես, մի անգամից այդտեղ քեզ կանգնեցնում ես, ասում ես որ հայք, դու այստեղ փարիսեցու օրենսգետի նման չես։ Եթե ստանալիք ունես գնա, եթե չէ, սխալ մտքով մի գնա։ Բայց երբեմն լինում է գիտեք ինչպես, երբ որ սխալ մտքով գալիս են, կամ գնում ես, եւ լուսավորված ու միտքդ բարձված, հետ ես գնում ու հասկանում ես, որ Աստված էր քեզ բերող ու Աստված ծրագիր ունի նաեւ քո համար։ Եվ այստեղ է, որ շատ կարևոր է։ Ու առաջի անգամը լինելով շարժություն դարձրեք, սկսում են երևալ օրենսգետներն ու փարիսեցիները։ Հիմա փարիսեցիներն են եկան։ Այսինքն Քրիստոսի առաքելությունը սահուն չի գնալու։ Առաջի գլխում Քրիստոս սատանայի հետ բախվեց։ Երկրորդ գլխից սկսած Քրիստոս բախվում է փարիսեցիների օրենսգետների հետ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի հակառակվեն Տիրոջը ու եկեղեցու սրբերի կարծիքով սրանք այն մարդիկ են, ովքեր ոչ չարի գործն են կատարում, ուղղակի ֆիզիկապես կատարում են այն, ինչը որ չարը պիտի աներ հոգևոր առումով։ Եվ հետաքրքիր է, դառնում են Տիրոջ թշնամի։ Եվ Տիրոջ թշնամի դառնալ այսօր չափազանց ավելին է։ Այսօր բազում կողմից Տիրոջ թշնամիները հարձակվում են Տիրոջ ու իր մարմնի, այսինքն եկեղեցու վրա։ Եվ ինչն է այստեղ այս մարդկանց օրենսգետների սխալը, ինչ է որ իրանք օրենքը սխալ վատ գիտեն, իրենք օրենքը լավ գիտեն, անգիր գիտեն, այլ որ իրենք օրենքը սխալ էին հասկանում մեկ, եւ երկրորդը մեսիային, այսինքն մեսիա եբրայերեն հունարենով Քրիստոս, հայերեն հունարենից է վերցված, այսինքն Քրիստոսին չէին ճանաչում։ Իրենց համար Հիսուսը Քրիստոս չէր։ Հիսուսը պարզ մարդն էր, բայց Քրիստոս, այսինքն Մեսիան չէր։ Հրյա միջև օրս Հիսուսին չի համարում Քրիստոս, այսինքն Հիսուսին չի համարում Մեսիա։ Ու այսօր ինչքան որ ես նայում եմ այսօրվա աղանդավորները նույն բանն են անում։ Հիսուսին չեն ընդունում Քրիստոս,
դե ֆակտո չեն ընդունում Քրիստոս, որովհետև ուշադրություն դարձեք, նույնիսկ իրենց աղոթքներից ու բառապաշարից Քրիստոս բառը սկսել է դուրս գալ, միայն Հիսուս են ընդունում եւ Քրիստոս արդեն դուրս է եկել։ Նույնը ինչ որ անում էին հրեաները դեռ Քրիստոսի կենդանության օրոք։ Ինքը Հիսուսն է, բայց Մեսիան չի։ Հիմա իրենք ասում են դեռ Մեսիան, այսինքն Քրիստոս պիտի գա։ Եվ բայց այստեղ մի շատ կարևոր բան կա։ Քրիստոս այս միտքը ասեց, որպեսզի օգներ այս մարդկանց բացելու իրենց մտքերը եւ հասկացնելու, որ ինքը այն Աստվածն է, որը իրավունք ունի մեղքերը ներել։ Սովոր բողոքական մեկնությունների մեջ հետաքրքիր շատ նուրբ տարբերություն կզգաք, որ ես ունեի, որ եկեք էի կարդում։ Բողոքական նորը մերօրյա մեկնություններն ասում են Հիսուս Աստծո զորություն ուներ մեղքերը ներելու։ Չէ, դա արիոսականը կասեր դեռ երրորդ դարում։ Չէ, Հիսուս Աստծո զորություն չուներ, միայն Հիսուս ինքը Աստված է եւ ինքը իրավունք ունի իբրև Աստված մեղքերը ներելու։ Սա է։ Եվ կարծես թե նրբությունը, բայց շատ կարևոր նրբություն է, ով է Քրիստոս, Աստված, թե Աստծո զորություն ստացած մեկը։ Ու սա շատ կարևոր է, որ մենք իրապես հասկանանք ուղղափառության եւ աղանդի հստակ տարբերությունները։ Եվ այստեղ քանի որ Քրիստոս ունի իշխանություն ու բացահայտեց, որ ունի իշխանություն մեղքերը ներելու, այս մեղքերը միայն ինքը չէ, որ ուներ իշխանություն ու դրա համար ինքը այդ իշխանությունը փոխանցեց իր առաքյալներին։ Եվ իր առաքյալներն փոխանցեցին իրենց հաջորդներին, ովքեր որ դարձան առաջի հոգևորականները։ Եվ մենք նույն օրինակ Տիմոթեոսի թղթում ընթերցում ենք, որ կան երեցներ եւ եպիսկոպոսներ եւ սարկավակներ։ Այնտեղ կոնկրետ եպիսկոպոսի ու սարկավակների մասին է խոսվում, բայց Պետրոսի առաջի Պետրոս 5-րդ գլխում նաեւ խոսում է երեցների մասին։ Այսինքն քահանայությունը երաստիճան է, սարկավակ քահանա որ երեցն է եւ եպիսկոպոս։ Եվ իրենց իշխանություն տվեց մեղքերը ներելու։ Երբ որ մենք խոսում ենք այս մասին, մանավանդ պատարագ ենք, երբ որ բացատրում միասնաբար, ես այս միտքը ասացի, որ իմ կարծիքով հոգևորականի մեծագույն շնորհը, որ տրվել է Սուրբ Հոգուց, մեղքեր ներելու շնորհն է, որ ես չունեմ։ Ես կարող եմ ավետարանը փորձել հասկանալ, կարող եմ փորձել իմ չափով բացատրել, սերտել ձեր հետ միասին, բայց այդ շնորհը մեղքեր ներելու ձեռնադրությամբ է տրվում Քրիստոսից եկած մինչև 21-րդ դար մեզ։ Ու դրա համար է, որ Հովհաննես 20-ի մեջ այս հարցին, թե քահանան ինչպես կարող է մեղքերը ներել, պատասխանը հետևյալն է. Քրիստոս Աստծո տված իշխանությամբ։ Եվ ընթերցում ենք Հովհաննես 20-ի մեջ, երբ որ կոնկրետ առաքյալներին ասում, որտեղ եթե կոնտեքստը նայեք, պիտի տեսնեք, ասում են, երբ այս ասաց, նրանց վրա փչեց եւ ասաց. առեք Սուրբ Հոգին, եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, իսկ եթե մեկի մեղքերը չներեք, նրանց ներված չի լինի։ Ուրեմն սա է ամբողջը, որ Քրիստոս ինքը եւ Հովհաննես 20-ը արդեն հարությունից հետո է։ Քրիստոս, երբ որ եկեղեցին է հիմնում շուտով, Սուրբ Հոգին է տալիս, ու այս Սուրբ Հոգին տալով այս կարևորագույն շնորհն է տալի։ Ոմանք հոգեգարստականները պիտի սա կապել հոգի լեզվով խոսելու հետ, որ գործքի երկրորդ գլխի մեջ է։ Բայց խորքի մեջ Հովհաննես 20-ի մեջ մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգու շնորհի կարևորագույն նշույլը կամ ձևը կամ ազդեցությունը կամ ինչ որ կուզեք կոչեք, մեղքեր ներելն է, որ ինքը տվեց առաքյալներին եւ կոնկրետ առաքյալներին ու ասաց ու մեղքերը ներեք ներված կլինի ու մեղքերը չներեք ներված չի լինի։ Ու դրա համար է կարևոր, որ այս նկարը դրեցի, որ երբ որ մենք գնում ենք խոստովանության, որպես կանոնական խոստովանության, հավատանք Քրիստոսի բառերին, հավատանք, որ հոգևորականը իշխանություն ունի Տիրոջից մեղքերս ներելու։ Ու սրանից ավելի կարևոր բան չկա, երբ որ ոչ սա բժիշկը կանի, ոչ որևէ մեկը կանի, այլ միայն Քրիստոս կանի, ում որ նաև ով որ տվել այդ իշխանությունը իր ծառայողին ու ասել է, որ դու կարող ես մեղքեր ներել։ Ու դրանից մեծ օրհնություն իմ կարծիքով կյանքում չկա։ Շարունակվում է ընթացքը եւ Հիսուս իր հոգում իմանալով, որ այնպես են խորում իրենց մտքում ուստի ասաց. Ինչու ձեր մտքում այդ եք խորում, որն է ավելի դյուրին անդամալուծին ասել քո մեղքերը քեզ ներված են, թե ասել վեր կաց առ մահիճը եւ գնա քո տունը։ Այստեղ ես դեռ ժամանակին որ Մատթեոսի սերտողություն է անում, Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն էր այս մասին ասում,
բայց նայեցի, որ գրեթե բոլոր հայրերը այս մասին են խոսում, շատ հստակ է, չգիտեմ նկատեցիք դուք թե չէ, Քրիստոս փաստում է իր Աստված լինելը։ Գիտեք ինչպես, մտքերն է կարդում, սրտերն է քննում։ Իրենք իրենց մտքում էին ասում, խոսում, իրենք մտածում, իրենք չարտահայտվեցին, բայց մտքերը կամ սրտերը քննողը միայն Աստված է։ Չար անգամ չի կարող մեր մտքերն ու սրտերը քննել, միայն Աստված կարող է։ Ու դրա համար երկրորդ մնացորդած 6:30-ում Second Chronicles անգլերենով հենց այս մասին է խոսվում, որ Աստված է միայն սրտերը քննում։ Եվ ինչու էր Քրիստոսը ասում, որպեսզի նույն օրենսգետին, որ երկրորդ մնացորդածը պիտի իմանար, եւ ոչ միայն երկրորդ մնացորդած, առաջին թագավորած եւ մյուս տեղեր, պիտի ասել, հայ հենց հիմա ես փաստում եմ քեզ, որ ես սրտերը քննող Աստվածն եմ, ես հասկացա, թե դու ինչ ես մտածում անգամ։ Եվ սա է, որ Տերը իրենց փաստեց իր Աստված լինելը, բայց իրենք անգամ սա չտեսան, որովհետև կուրացել էին մտքերը, ինչպես որ նաև Քրիստոս բազում անգամ պիտի ասեր, բայց Քրիստոս անընդհատ փորձում էր իրենց մտքերը բժշկել, իրենց հոգիները բժշկել, այլ խոսքով անդամալույցից հետո հերթը հասավ իրենց, որ այս օրենսգետներին է բժշկում, որոնք ոչ թե ֆիզիկական անդամալուծություն ունեին, այլ հոգևոր անդամալուծություն ունեին։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ փաստորեն անդամալուծությունը անմիջապես կապված է մեղքի հետ։ Եվ Քրիստոս հենց սա էր ասում, չէ՞ մի անգամից չասեց, որդյակ, վեր կաց քայլիր, ասեց քո մեղքերը ներված են քեզ։ Այսինքն ցույց տվեց, որ մեր հիմնական խնդիրները, հիվանդությունները նաև մեղքի արդյունք են, եւ մեղքն է պատճառը, որ մենք իրապես հիվանդանում ենք ոչ ամեն անգամ, բայց հիմնականում մեղքն է։ Եվ իսկ այս հարցադրումը ինչու ձեր մտքում այդ եք խորում, որն է ավելի դյուրին, անդամալություն ասել քո մեղքերը քեզ ներված են, թե ասել վեր կաց առիջ մահիճը, առ մահիճը դու գնա, հետեւյալ բանն էր ասում։ Ինքը հստակ ցույց է տալիս, որ ես կարող եի հեշտ անել, մարմինը բուժել, բայց ես հոգին եմ բուժում։ Ու հարց է տալի, ձեր կարծիքով որն է հեշտ, հոգին բուժել, թե մարմինը։ Այսօր մեր իրականության մեջ շատ մարմին բուժող բժիշկներ ունենք։ Ինչքան բժիշկներ ունենք, որոնք հոգին կբուժեն։ Այսօրվա հոգեբուժությունը լավագույն դեպքում հոգեմետ դեղեր է տալիս, որ քեզ ինչ-որ ձևով կիսաքնած վիճակում պահես։ Հոգեբուժություն չի սա։ Քրիստոս կոնկրետ հոգին է բուժում, ամենադժվար բանը, ասում է ո՞րն է ձեր կարծիքով հեշտ։ Ես դժվարն եմ անում, որպեսզի ձեզ ցույց տամ, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այստեղ նաև այս հարցադրումը կար, որ հայրերից մեկի մոտ ընթերցեցի, ուզեցի կիսել, այս հարցը մեզ շատ ակրվում, լավ, ինչի քրիստոնյան այս դժվարությունների մեջով անցավ։ Ինչու ենք մենք այս անդամալույց վիճակներում լինում, խնդիրներ ունենում, ու հայրերը պատասխանում են, որ 4 պատճառով է։ Ասում է, առաջին պատճառը հետևյալն է, որ ավել ասա Աստված թույլ է տալիս, որ մեր հետ կատարվի, որպեսզի ասում մեր փորձությունները, որպեսզի ավելացնի մեր արժեքը։ Ինչպես որ այս օրինակ մենք տեսնում ենք Սուրբ Գրքում, որ ասում է ոսկու օրինակն է բերում, երբ որ ոսկին կրակի բողով է անցնում, աղտերը մաքրվում են ու ինքը ավելի արժեքավոր ոսկի է դառնում, ու նույն դեպքով, նույն օրինակով մենք ենք, ինչքան որ այս կրակը, այդ դժվարությունները մեզ մաքրում են, ցավացնում են կրակը ինքնին, բայց մաքրում են ու մեր արժեքը ավելի են բարձրացնում։ Երկրորդ որպեսզի մեզ խոնարհեցնի։ Հաճախ ես իմ կյանքով կարող եմ վկայել, վստահ եմ մեզանից շատերը, որ երբ որ փորձության մեջ ես, դժվարության մեջ ես, ավելի խոնարհ ես։ Մենք այստեղ տեսանք նույն Սուրբ Պողոս առաքյալի օրինակը, որ ասում է երկրորդ Կորինթացիցի մեջ, որ չարի հրեշտակը ինձ նեղացում է, որ ես չգոռոզանամ, խոցում էր ինձ, որ ես չգոռոզանամ, այսինքն խոնարհության համար է սա լինում։ Որտեղ եթե ամեն ինչ սահուն ու հեշտ է մեր կյանքում լինում, մեկ էլ տեսնում ենք մեր ես այնքան է բարձրացել, որ Բաբելոնի աշտարակաշինության նման ուզում է երկինք հասնի։ Ու Աստված երկրորդ պարագան սա է մեզ թույլ չի տալիս, որպեսզի մեր ես այդքան բարձրանա ու մեզ խոնարհեցնում է։ Երրորդը օգնում, որպեսզի օգնի, որ տեսնենք մեր մեղքերը։ Որտեղ հաճախ երբ որ դժվարության ու խնդիրների ժամանակ է մեջ ես, այդ ժամանակ ես սկսում քո խնդիրներն ու մեղքերը տեսնել։ Շատ հաճախ դու դա չես տեսնում։ Եվ ես իրապես լավագույն օրինակը միշտ պահքն է։ Երբ որ պահքի մեջ ես, մեկ էլ սկսում է բացվել, ու ես էլ ունեմ, ու նոր սկսում ես հասկանալ, թե ինչքան դու մեղավոր ես։ Մինչև պահքը դու այդ մեղքերը չես տեսնում։
Այսինքն այդ դժվարությունները նաև օգնում են մեզ, որ մենք տեսնենք այդ մեղքերը, բայց միայն տեսնելն էլ քիչ է, որպեսզի նաև շտկեն։ Եվ չորրորդը, որ մենք տեսանք Հովհաննես 5-ի մեջ, հետևյալն էր ոչ թե նրա համար, որ մենք մեղավոր ենք կամ այս մյուս նախորդ 3 կետերը, այլ որպեսզի Աստծո փառքը երևա։ Ուսա մենք տեսանք հենց այդ դեպքում, երբ որ ի ծնեկույրի օրինակը կար, ումն է մեղքը, չէ, հարց տվեցին Հովհաննես ավետարանում, ծնողներին թե իրենը ասեց ոչ նրանցը, ոչ էլ նրանցը, այլ որպեսզի Աստծո փառքը երևա։ Դրա համար ենք ասում, որ ամեն հիվանդություն մեղքի հետևանք չի, բայց որպես կանոն հիվանդությունները նաև մեղքի հետևանք են։ Ու այս 4 համեմատականը անգլիացի սուրբը, որ բիդա ապոչում իր անունը, ինքն էր, որ մեզ օգնում էր, որ տեսնենք ու հասկանանք։ Հասանք մյուս համարին, բայց որպեսզի իմանանք, որ մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու, ասաց նա անդամալույցին, քեզ եմ ասում, վեր կաց առ քո մահիճը եւ գնա քո տունը։ Հետաքրքիր է, այստեղ մի շատ կարևոր բան կա, ինչու ասաց վերցրու քո մահիճը ու գնա քո տունը, որովհետեւ ոմանց կարծիքով ու հետագամ երևութականները առաջ եկան, առաջի քրիստոնյաների մեջ, որ ասում էր, այս նման մարդ չի կարող կյանքում լինի, մեկը որ այսքան հրաշք գործի, մեկը որ ծովի վրա քայլի, մեկը որ փոթորիկը հանգստացնի, այս ամեն ինչը իլյուզիա է, ինքը մարմին չի ունեցել։ Այո, Աստված էր, բայց անմարմին։ Կամ հաճախ այդ իլյուզիան, այդ երևույթ գաղափարն է բերվում, ուստեղ Քրիստոս ցույց է տալիս, որ իմ խոսքը երևույթ չի, իմ խոսքը գործ է։ Եվ մեկ այդտեղ այս դեպքում նորից Թեոփիլակտի էս միտքն էր, որ ասում է, նաև կարող են ոմանք մեղադրել Քրիստոսին ասելու համար, որ դու ընդամենը կեղծավոր ես, կամ դու ընդամենը ձև ես ապում, քո մոտ բերել են խնդիր, մարդը անդամալույցը չի քայլում, դու ասում ես որդյակ քո մեղքերը քեզ ներված են։ Եթե մեղքերը ես ինչ գիտեմ, իր մեղքերը ուներ, չուներ, ինչքան ուներ, ինչքանը ներվեց, դու օդի մեջ ինչ որ բան ես ասում, ու դրա համար ասում է, որ Քրիստոս ասելուց հետո փաստեց ու ասաց վեր կաց առ քո մահիճը ու գնա քո տունը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ Քրիստոս 3 բան ասեց. վեր կաց առ քո մահիճը եւ գնա քո տուն։ Ուրեմն վեր կենալ, վերցնել մահիճը ու գնալ տուն։ Խորքի մեջ մեր կյանքը այս 3-ից է բաղկացած, իբրև անդամալույցներ, իբրև մեղավոր մարդիկ։ Յուրաքանչյուր մեղավոր ինչ-որ ձևով անդամալույց է։ Մեզ այդ յուրաքանչյուրը կարող դա իրապես ասում։ Պարզ օրինակ բերեմ, երբ որ սուտ ես խոսում, ինչ-որ բանով կաշխանվում ես։ Էլ այնպես ազատ չես, մի ձև կաշխանված ես, որտեղ գիտես սուտ ես խոսել։ Ամենապարզ բանն է բերում։ Ուրեմն մեղքն ինքնին մեզ ուղղորդում է, տանում է դեպի անդամալույցություն, որ ամբողջությամբ չես կարող շարժվել, չես կարող անել այն, ինչ որ ուզեիր անել։ Ու դրա լուծումը 3 կետ է տեսնում, ու այդ 3 կետը Քրիստոս առաջարկում։ Նախ վեր կենալ, որը որ մեզանից քաջություն ուժ է պահանջում, երկրորդը վերցնել մահիճը, մի բանը որ քեզ էր տանում, այս դեպքում մեղքը, հիմա դու ես իրան տանում։ Ու այս դեպքում մեր թուլություններն են։ Հաճախ մեկը, չգիտեմ, սիգարետի թուլություն ունի, ալկոհոլի թուլություն ունի, խաղամոլա, թմրամոլա, այդ մոլուցքը ինքը քեզ է տանում։ Դու պետք է այնքան զորանաս, որ դու այդ մոլուցքին կառավարես, ոչ թե այդ մոլուցքը քեզ կառավարի։ Եվ երրորդ ու ամենակարևորը դիմանաս որտեղ է քո տունը ու գնաս այդ տուն։ Ու այս դեպքում մեր տունը որտեղ է, եթե ոչ երկնքի արքայություն, ու մենք գնում ենք դեպի այդ արքայություն։ Հետաքրքիր է, որ այս ամենը որ կատարվեց, այս մարդիկ ներկաները ասեցին այսպիսի բան երբեք չենք տեսել։ Եվ խորքի մեջ, եթե ուշադրություն դարձնեք, սա կատարվել է 2000 եւ ավել տարիներ առաջ կամ 2000 տարի առաջ, ոչ թե երբեք չի եղել, այլ երբեք չի լինելու։ Սա բացառիկ դրվագ էր, որ կատարվեց հենց Պետրոսենց տանը Կափառնայում ու այդ մարդիկ ովքեր որ ներկա են, միգուցե շատ էր իրանց թվում իրենց ներկայություն, բայց իրենք ամբողջ մարդկության համար մի կաթիլ էին ու իրենք են օրնվածներն էին, որոնք որ տեսան, ականատեսը դարձան այդ օրնությամբ, բայց ինչ է դուրս գալիս։ Քրիստոս միայն որ իրենց համար չէր անում, մեր համար այդ հոգևոր օրհնությունը ինքը տվեց, հոգևոր դասը տվեց, որ մենք հիմա տեքստի միջոցով փորձում ենք փնտրել։ Եվ հետաքրքիր նաև շատ կարևոր տեքստային մի համաստեղ միտք են կարդում, որ երբ որ Քրիստոս այս հրաշքը կատարեց, մեղքերը ներեց, որ ամենակարևորն էր, եւ երկրորդը անդամալույցինը
ոտքի կանգնացրեց, հիմա պիտի տեսնենք։ Մարդիկ չասեցին, ապրես, ես ինչ լավն ես, քո նմանը չկա, այլ ինչ արեցին, փառք տվին Աստծուն։ So ամբողջ օրինակը նաև այստեղ է, երբ որ մենք ինչ-որ մի լավ բան ենք անում, միշտ ակնկալում ենք, որ մեզ գովեն, որ մեզ ասեն, հայք, ես ինչ լավն ես, ես ինչ լավ ես ասում։ Ու ենթագիտակցորեն կամ գիտակցորեն մենք դա ենք սպասում մարդկանցից։ Բայց այստեղ Քրիստոս իր օրինակով ցույց տվեց, որ եթե նույնիսկ նման բան ես անում, դու մի վրա քո վրա մի վերցրու այդ կրեդիտը, Աստուն թող փառաբանեն, ասեն թող փառքը շատ Տեր Աստված, որ սա եղավ։ Ու դա մեծագույն քո օրհնությունն է, ու դա մեծագույն պատիվն է, որ դու երբևէ կարող ես անել, որ քո պատճառով Աստծո անունը փառաբանվի, որից եմ ուզում ես բառերը շեշտել, որ քո պատճառով Աստծո անունը փառաբանվի։ Դրանից ավելի մեծ բան կյանքում չես կարող անել երբևէ։ Շարունակությունը գնանք։ Եվ նա դարձյալ ծովեզեր գնաց եւ ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս եւ նա ուսուցանում էր նրանց։ Հետաքրքիր է, նորից տանը չմնաց։ Առաջի անգամ գնաց, առանձին աղոթեց, Պետրոսը մյուսները եկան, ասին ուր ես, ասեց ես պիտի մյուսները քարոզեմ, դա նախորդ նույնն էր։ Այս անգամ էլ չմնաց տանը, նորից գնաց, ծովեզեր եւ մի շատ կարեւոր բան կա, որ եթե ներկայացիք նշել եմ, ոչ թե ժողովրդի մի մասը գնաց Քրիստոսի հետևից, այլ ամբողջ ժողովուրդը գնաց դրա հետևից։ Սա մի բացառիկ բան է ասում, օրինակի համար է։ Ինչքան էլ ուզում ես լավը եղի, լավ ճար ասա, պատարագիտ քարոզ ասա, դաստուր, ունենալու ես մարդիկ, որոնք գալու են ու հետո չեն գալու։ Ունենալու ես մարդիկ, որոնք որ մի որոշ ժամանակ հետո դադարելու են գալ, բայց այս դեպքում Քրիստոսի բացառիկությունը, Քրիստոսի ճշմարիտ Աստված լինելն է, որ բոլորն են գնում, բացառություն չկա։ Այն քաղցրությունը, այն ջերմությունը, այն լույսը, որ մենք միայն կարող ենք ենթադրել, որ աստանում էին ու ապրում էին այդ մարդիկ, ովքեր որ Քրիստոսի մարմնական ներկայության մեջ էին, իրենք ուղղակի ուրիշ բան չէին ուզում, ուրիշ բանի մասին չէին մտածում, միայն իր ներկայության մեջ լինելու մասին էին մտածում, ու դրա համար Ավետարանիչ ասում է, բոլորն էին գնում, ուր որ գնում էր Քրիստոս, բոլորը նրա հետ էին ու նրա հետևից էին գնում։ Եվ ասում է, եւ միշտ անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Լևիին, որ Մաքսատանը նստած գործի վրա էր ու նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Ու այստեղ մի քանի միտք եմ ուզում շեշտել։ Նախ որ Հիսուսի հետևից բազում ժողովուրդ էր գնում, սակայն նա ընտրեց մի Ղևին։ Պատկերացրեք, այդքան հարյուրավոր մարդիկ են, հետո ծովեզերքում վստահ եմ ավելի շատ մարդ, որտեղ խնդիր չունես, տան սահմանափակություն չկա, սակայն ինքը ճանապարհին անցնում է ու ինչ-որ մի մաքսավորի ընտրում, որի անունը Ղևի է, որը այդ համայնքում ամենամեղավոր ու ամենաատված մարդկանցից մեկն էր։ Մաքսավորները ավելի էին ատվում ու մեղավոր համարվում, քան պոռնիկները։ Ինչու՞։ Որովհետև մաքսավորը 3 հիմնական մեղք էր գործում։ Նախ ինքը նյութապաշտ էր, մամոնային էր պաշտում։ Այսօրվա մեր տամոժնիի բանը, սովետական շրջան կամ 90-ականներին ասում են տամոժնիկա շատ հարուստ է, մամոնային էր պաշտում։ Երկրորդը ինքը հետևյալն շատ կարևոր մի միտք կա, ինքը գող էր, որովհետև ինքը թալանում էր մարդկանց, գողանում էր մարդկանցից, օրենքով էր թալանում ու գողանում մարդկանցից, բայց ամենավատ մեղքը, որ ինքը գործում էր, ինքը ազգի դավաճան էր։ Երբեմն ազգի դավաճաններին գնդակահարում են, չէ՞։ Այս մարդը ազգի դավաճան էր ու միշտ այս մասին խոսել ենք, որովհետև ինքը հրեայից փողը առնում էր, տալիս էր հռոմեացիներին։ Չէ՞ որ այդ շրջանում հռոմեացիներն էին տիրում Իսրայելին եւ մաքսավորներ էին դրել ու հրեա մաքսավորներ էին դրել։ Ղևի հրեական անուն է, մենք գիտենք Ղևին, չէ՞։ Նաեւ 12 ցեղերից մեկն է, Ղևի զավակներից մեկն է։ Ինքը հրեա է, բայց ինքը թալանում է իր ազգի մարդկանց, որոշ մասը գրպանում է, որոշ մասը տալիս է թշնամուն հռոմեացուն, որը իր ազգին հալածում է։ Ու դրա համար այս մարդիկ ատվում էին։ Ու փաստորեն զարմանալիորեն Քրիստոս, եթե առաջի 4-ը ձկնորս էին, որ անմեղ է, ինչ որ, չգիտեմ, արհեստ է, արվեստ է, ինչ կուզեք կոչել, ձկնորսություն են անում մարդիկ։ Այս մեկը շատ մեղավոր ու շատ ատված մարդ է։
որը եթե տեքստի մեջ նայեք, այդ պահին էլ Մաքսատանը նստած գործի վրա էր։ Այդ պահին էլ մեղք էր գործում։ Հենց այդ պահին մեղք էր գործում, Մաքսատան իր գործն էր անում, եւ այս ընթացքում ինչ ասում Քրիստոս արին հետևից։ Եվ այս կանչը հզոր կանչ է։ Եվ այս կանչը այնքան հզոր է, որ փողի շահը, փողի աղբյուրը այդ թողած անձը գնում է Քրիստոսի հետևից։ Սա բացառիկ մի բան է։ Սա գոնե ես ինքս ինձ եմ բանանում, եթե այդքան շահի աղբյուր ունենամ եւ այլն, ինձ ֆինանսապես ամենահարուստներից մեջ լինեմ ու Քրիստոս անցնում է եւ հետաքրքիր է, ասում է արի իմ հետևից։ Ու արդյոք ես կթողնեմ ու կգնամ։ Ոստեղ նաեւ ուշադրություն դարձեք, ես ամենաառաջի դասերին ասացի, որ ավետարանները մեկը մյուսին լրացնում են։ Մարկոսը եւ Ղուկասը կոչվում են Ղևի, բայց Մատթեոսը, Մատթեոս 9:9 հեշտ համար է հիշել, կոչվում է անձին Մատթեոս։ Եվ քանի որ ինքը հեղինակն է այդ ավետարանի, հասկանում են, որ ուներ երկու անուն, Մատթեոս, Ղևի։ Եվ դրա համար մենք քրիստոնեության մեջ իր անունը մնաց ավելի տարածված է Մատթեոս, եւ ունենք Մատթեոսի ավետարան, քան թե Ղևի ավետարան։ Ուրեմն առաջի անունը Մատթեոս է, մյուս անունը, որ Մարկոսն է տալիս, կամ Ղուկասը Ղևի է։ Եվ այստեղ տեսավ ինչ անում, եւ ասում է եւ Ղևի վեր կացավ, գնաց նրա հետևից։ Եվ փաստորեն հեսա մի նախադասության մեջ կարծես ամեն ինչ ասված է։ Մաքսավորը որոշեց դառնալ առաքյալ։ Հետաքրքիր բան է, Մաքսավորը որոշեց դառնալ առաքյալ։ Այսինքն մեղավորը որոշեց սրբանալ։ Սա բացառիկ մի բան է։ Ես միայն ուժեղ մարդ է կարող անել, որովհետև նյութական շահը այնքան մեծ է, որ դու ընտրության առջև ես կանգնում, մի կողմից այդ լավ գործս, լավ բիզնեսս, այնց լավ բիզնես ունեմ, այդ դուսուս, այսօրվա մեր ընկալման, չէ, ու մյուս կողմից Քրիստոսի կանչը։ Ու որպես կանոն մարդ արարածը, ու մենք էլ անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, շատ հաճախ ընտրում են նյութը։ Պիտի շատ զորեղ լինես, որ ընտրես Քրիստոսին, ընտրես Քրիստոսի կանչը, որովհետև Քրիստոսին հետևել նշանակում է գնալ Քրիստոսի ճանապարհով, Քրիստոսի հետևից, նշանակում է նաև նմանվել Քրիստոսին, անգլերենով to imitate Christ։ Այսինքն, այստեղ այս նշանը դրեցի, որ տղան հոր նման է, տեսնում է նայում է հայրը ինչպես է ոտքերը դնում, որ ինքն էլ դնի։ Եվ դա այդպես է։ Մենք սովորում ենք, եւ այստեղ Քրիստոս ասում է թողնելու ես ամեն ինչ, գալու ես ու ինքնից սովորելու ես։ Եվ արդյոք մենք պատրաստ ենք դա անել, որովհետև իրապես հայրեն ասում են Քրիստոսին հետևում ես ոչ թե ոտքերով, այլ սրտով։ Առաջինը քո ներաշխարհն է, ինչքանով ես դու պատրաստ հետևել Քրիստոսին, ու ինչ էր անում, այդ հարուստ մարդը, լավ գործի վրա գտնվող մարդը պիտի հետևեր մեկին, որ նյութական ոչինչ չուներ, ընդամենը մի զգեստ ուներ, որի վրա էլ խաչելության ժամանակ վիճակ գցեցին։ Ամբողջ Քրիստոսի նյութական ունեցած այդ զգեստն էր, որը որ ամբողջական էր ու որի վրա վիճակ գցեցին, որովհետև ափսոսացին պատրել։ Այդ մարդը, ուզում ես լավ գիտակցեք, գնաց այս մարդկային այսօրվա անկալումով աղքատի հետևից, որ նյութական ոչինչ չունի։ Եվ սա կարծես թե այսօր հեքիաթային է թվում, անիրական է թվում, բայց մեզանից շատ-շատեր իրենց կյանքում կարող են վկայել, որ եղել են դեպքեր, որ մենք ընտրել ենք հոգևորն ու Քրիստոսին, ոչ թե շահն ու նյութական։ Ուղղակի ինչքան ենք դա արել ու ինչքան հետևողական ենք այդ ընտրության մեջ, սա է որ շատ կարևոր է մենք ինքներս տեսնելու։ Եվ երբ ասում է Հիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ եւ մեղավորներ այդ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։ Հետաքրքիր է այստեղ Պետրոսի տանն էր, հիմա գնում է Մատթեոսի կամ Ղևիի տուն, տնից տուն, եւ ի տարբերություն Պետրոսի տան, որ սեղանի մասին խոսք չկա, քանի որ Մատթեոսը հարուստ է, սեղան է գցել, ճոխ սեղան է գցել ու հրավիրում է Քրիստոսին։ Հետաքրքիր մի գաղափար կա այստեղ, որ սեղանակից հայերենով էլ էս բառը կա, չէ, ինքը լուրջ բառ է, մեկի հետ սեղանակից լինել։ Եվ այդ սեղանակիցը դժվար բան է,
որովհետև ամեն մեկը չես ուզում սեղանակից լինել։ Ինչու չես ուզում, որովհետև այս սեղանը ինքնին, այդ բարիերները մարդկային հանգամանքը մի կողմ ա դնում ու սկսում ես նմանվել դիմացին, այլ խոսքով վտանգ կա, որ դու կնմանվես այդ մարդուն։ Եվ հետաքրքրորեն Մատթեոս Ղևին նմանվել էր իր շրջապատի մարդկանց։ Եվ դրա համար ասում ավետարանը բազում մաքսավորներ եւ մեղավորներ էին այնտեղ այդ ճաշին։ Այսինքն այստեղ այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ իրապես միջավայրը բնորոշում է քո ով լինելը։ Եվ այն մարդիկ, որոնք որ կարծում են, որ այս մասին շատ եմ ասում, այսօր շարժը կմիացնես, այն մարդիկ, որոնք որ կարծում են, որ իրենք ուժեղ են միջավայրին, իրենք սխալվում են։ Միջավայրը շատ ուժեղ է, որ միջավայրը կարող է մեզ փոխի, վատ առումով փոխի, վատ շրջապատը մեզ կարող իրապես փոխի։ Եվ այս է պարագան, ուրեմն վտանգը այստեղ է։ Արդյոք եթե ես գնամ այս մաքսավորների ու մեղավորների միջավայր, ես կփոխվեմ, թե ես այնքան զորեղ եմ, որ թեթխմորի օրինակով, ինչ որ Քրիստոս Մատթեոս 13-ում էր բերում, ես ինքս կխոմորեմ միջավայրը։ Այստեղ մենք պիտի շատ լուրջ հասկանանք մեր կարողության չափը ու հասկանանք, որ որտեղ ենք մենք գտնվում, զգուշ լինենք։ Եվ մյուս պարագան է շատ հաճախ հետևյալն է, երբ որ գնում ենք ինչ-որ միտեղ, որտեղ չենք ուզում լինել, բայց ստիպված կամ ամոթից կամ քաղաքավարությունից դրդված գնացել ենք, փորձում ենք ոչ խոսել, ոչ տալ, ոչ առնել, ոչ շփվել, ուղղակի ինչ-որ ասում ենք, ես մի ժամ նստեմ դուրս գամ։ Քրիստոս այդպես չէր անում։ Եթե գնացել ես միտեղ, ուրեմն դարձի այդ տեղի թթխմորը, վկայությունը դուր, բայց իմաստությամբ, ոչ թե խոզերի առջև մարգարիտները գցելու։ Ու հենց այստեղ է, ուրեմն Քրիստոս օրինակով ցույց տվեց, որ ես եկա ոչ թե մեղավորներից փառակվելու, այլ մեղավորներին լուսավորելու։ Ու սրա նախորդ օրինակն էլ կա, հենց նույն մի քանի նախադասություն առաջ, երբ որ ինքը դիտավորել կհիշեք Բորոդին ինչ արեց։ Կպավ ձեռքով, այսինքն ցույց տալով, որ ոչ թե ես վարակվելու եմ Բորոդից, այլ ես բժշկում եմ Բորոդին։ Հիմա նույն այս պարագանը, ոչ թե ես վարակվում եմ մեղավորներից ու մաքսավորներից, ես բժշկում եմ մեղավորներին ու մաքսավորներին։ Ու սա օրինակ է։ Ուրեմն պաստորին ինչ է դուրս գալու, Քրիստոս չգնաց, որ նրանց նմանվի, Քրիստոս գնաց, որ նրանց իր նման դարձնի։ Ու խորքի մեջ մեր ամբողջ նպատակը հենց դա է։ Մենք փորձենք դիմացիներին Քրիստոսանման դարձնել, եթե մենք այդ ճանապարհի վրա ենք։ Ու այստեղ ուզում եմ մի շատ կարևոր բան ցույց տալ, որ պաստորին ուշադրություն դարձրի։ Գիտեք Ղևին ինչ արեց կամ Մատթեոսը ինչ արեց։ Ինքը մի շատ հետաքրքիր բան արեց։ Ինքը պաստորեն մեղավորներին ու մաքսավորներին տարավ Քրիստոսի մոտ։ Բերեց Քրիստոսի մոտ։ Միայն ինքը չէր, այլ իր շրջապատին բերեց Քրիստոսի մոտ։ Եվ ուզում եմ այս համարը կարդալ։ Եվ երբ ասում է Հիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մեղավորներ եւ մաքսավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա հետևից գնում։ Փաստորեն ինչ դուրս եկավ։ Ինքը առիթ հանդիսացավ, որ շատերը ծանոթանան Քրիստոսին եւ նրա խոսքին։ Քրիստոսի խոսքին ծանոթանալ այսօր նաեւ Սուրբ Երկի սերտողությամբ է կատարում, այսօր մենք բոլորս ծանոթանում ենք Քրիստոսի խոսքին։ Եվ իրապես շատ կարևոր է, որ մենք փորձենք մարդկանց բերել դեպի Քրիստոսի խոսքը, որ կարողանանք հասկանալ ինչ ասա ու ծանոթանանք Քրիստոսի խոսքին։ Եվ հետաքրքիր է այս օրինակն եմ ուզում բերել, որ տեսեք, դեռ Մարկոսի 2-րդ գլխի վրա ենք, որ եւ Պետրոսը, եւ Մատթեոսը առիթ էին հանդիսանում, որ մարդիկ գան դեպի Քրիստոս։ Իրենց տուն էին գալիս, որ հանդիպեն Քրիստոսին։ Ուրեմն սրա մեջ հետաքրքիր բան կա, առաքյալի կոչումներից մեկն է սա կարևորագույն, որ եթե մենք մեզ առաքյալ ենք կարծում, միայն մեր հավատ ունենալը չէ, միայն մեր գիտելիք ունենալը չէ, միայն Աստվածաշնչի իմացությունը չի, մեզանից յուրաքանչյուրը կոչված է բերի մարդկանց դեպի Քրիստոս։ Ու դրա համար ես 5 կետ առանձնացրեցի իմ համար, թե ովքեր են առաքյալները, կամ ինչ հատկանիշներ ունեին գոնե այս առաջի 2 գլխի մեջ, որ ընթերցեցինք այս առաքյալները։ Առաջինը մարդիկ էին, ովքեր Տիրոջ ձայնը լսելու ունակություն ունեին։
Բազում մարդիկ կան, մեզանից շատ-շատերն կան, քանիսս ենք Տիրոջ ձայնը լսում, այդ կարևոր հանգամանք, Տիրոջ ձայնը լսել, 1. Երկրորդը, թողել իրենց նախկին կյանքը, եւ ձեռնոցները եւ Մատթեոսը թողեցին իրենց նախկին կյանքը, իրենց մեղավոր իրավիճակը։ Երրորդը, հետևել Տիրոջը, դա լրիվ ուրիշ բան է, կարաս թողնես, բայց չհետևես Տիրոջը։ Երրորդը հետևելն է։ Չորրորդը, որսալ մյուսների Տիրոջ համար։ Այս մարդիկ որսորդ են, գիշեք ինչ ասեց, չէ՞ ձեռնոցներին, դուք մարդկանց որսորդ պիտի դառնաք։ Մատթեոսը մարդկանց է որսում Քրիստոսի համար։ Եվ 5-րդը, շարունակել հետևել Քրիստոսին մինչև կյանքի վերջ։ Չլինի, որ մի ընթացք եղանք, մի ընթացք արեցինք, մի ընթացք որսացինք ու ասեցինք հոգնել ենք, էլ չենք ուզում բավարարա, մի որոշ ժամանակ հանգստանամ, հետո նորից կսկսեմ։ Ամենև կյանքի վերջը քմիթմունքը, հանձնառությունը։ Ուսը շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակ, ուրեմն լսել Տիրոջ ձայնը, թողել նախկին կյանքը, հետևել Տիրոջը, որսալ մյուսներին Տիրոջ համար, շարունակել հետևել Քրիստոսին մինչև կյանքի վերջ։ Այս 5-ը ես ունեմ, թե չէ։ Այսինքն յուրաքանչյուրը այս 5-ի մասին պիտի մտածի։ Ունեմ այս 5-ի իմ կյանքում, թե չէ։ Ու սրանով եմ ես ինձ տեսնում, արդյոք ես առաքյալի նման եմ վարվում, Քրիստոսի շարունակողն եմ, հետևորդն եմ, թե ոչ։ Գալիս եք մյուսը։ Իսկ օրենսգետներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա Մաքսատանը մեղավորների եւ իսկ օրենսգետներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա մեղավորների եւ մաքսավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին։ Այստեղ առաջի անգամը, որ փարիսեցիներին ենք հանդիպում։ Փարիսեցիների մասին Քրիստոս ավելի շատ է խոսում։ Առաջինը անդամալույցի բժշկության ժամանակ օրենսգետներն էին մեջ կան։ Հիմա ոչ միայն օրենսգետներն են, այլ նաև փարիսեցիներին են բերել։ Ավելի զորեղ են, երկու կողմից են։ Եվ այստեղ ուզում եմ այս հետաքրքիր մի բան հարցնել։ Մեր մոտ այս փարիսեցիները շատ տարածված են, բայց ովքեր են փարիսեցիները ըստ ձեզ։ Ձեր պատկերացմամբ ով են այս մարդիկ։ Այդ ժամանակվա հոգևորական, ավանդավոր, կեղծավոր, ոչ հոգևորական էին, ոչ ավանդավոր էին, կեղծավորություն կար, բայց գիտեք ովքեր էին, ավանդությունը պահպանող պարզ հավատացյալներ։ Նրանք, ովքեր որ ասում են, որ մենք խիստ ազգասեր ենք, մենք խիստ հավատացյալ ենք, մենք սիրում ենք Աստծուն, մենք սիրում ենք ազգը, երկու կարևորագույն արժեքներ, եւ մենք թույլ չենք տալու, որ որևէ մեկը Աստծու ուսմունքը կամ ազգը շեղի, բղծի կամ սխալ ուսմունք մեզ բերի կամ ազգը թուլացնի։ Էս էին փարիսեցիները։ Լավագույն օրինակն է, դրա համար փարիսեցին ամենաբարձր դիրքում է։ Ինքը հոգևորական չի, ինքը հայրենասեր եւ աստվածասեր մարդն է։ Եվ պատահական չի, որ Քրիստոս այս մարդկանց բացահայտում եւ ցույց տալիս, թե իրական աստվածասիրությունը եւ իրական հայրենասիրությունը որն է։ Երբ որ այս անկյունից, այս ակնոցներով նայենք, միգուցե մեզանից շատերը իրենց փարիսեցի տեսնեն, որովհետեւ մենք մեզանից վստահ ենք բոլորս այստեղ եւ աստվածասեր ենք կարծում եւ հայրենասեր ենք կարծում եւ փորձում ենք թույլ չտալ եւ եթե շատերս նույնիսկ աչք ենք փակում, փարիսեցիները աչքեր չէին փակում, եթե մեկը սխալ բաներ անում, փորձում էին մի ամենից սաստել ու ասել սխալ բան ես անում, անընդունելի է, չես կարող անել, բայց նաեւ ինչ ունեին այս մարդիկ։ Ուզում եմ հիմա բացասականների վրա խոսենք ու տեսնենք հայկը ես ունեմ դա թե չէ։ Նրանք շատ լավ կարողանում էին արտաքին խնդիրները տեսնել, բայց ոչ երբեք ներսի խնդիրները, իրենց մեջի խնդիրները, ովքեր պատրաստ չեն առողջ վերլուծել իրականությունը եւ ովքեր սիրում են պատիվներ ստանալ մարդկանցից։ Առաջին հայացքից իրապես խնդիրը մաքսավորներն ու մեղավորներն են այս կոնտեքստի մեջ։ Քրիստոս մաքսավորների ու մեղավորների հետ ճաշի անցել, այս ինչ է անում։ Բայց խորքի մեջ խնդիրը փարիսեցիների մեջ է, որովհետև ի տարբերություն մեղավորի ու մաքսավորի, որ մեղավոր է ինքը, այդտեղ Քրիստոս չի էլ առարկում, ի տարբերություն մաքսավորի փարիսեցին ինքնաքննություն չի կատարում։ Փարիսեցին երբեք չի նայում իր մեջ ու ասի, բայց կարող է ես եմ սխալ, բայց կարող է մի բան ինչի իմ մեջ։ Ինքը միշտ նայում է դիմացին, ինքը միշտ փորձում է դիմացինի մեջ խնդիրը տեսնել։ Ու տեսնելու է բնականաբար, որտեղ դիմացինը կատարյալ լիակ չի,
Դիմացինը մեղավոր է, բոլորս ենք մեղավոր եղեք։ Հիմա կոնտեքստը տեղ է տանելու Քրիստոս։ Բայց երբ որ դու միշտ դիմացինի մեջ ես մեղքը փնտրում, դու դառնում ես դասական փարիսեցի, որ երբեք չես ուզում ինքնակնդությամբ զբաղվել ու ասել լավ, հայես, ու խորքի մեջ իմ անձնական կարծիքը, որ ոչ միայն իմն այլ շատերինը նաև աղանդի գաղափարը, այստեղ ավետարանական ուսմունքի հիմնական բանը նա է, որ միշտ դու քեզ արդեն փրկված ես զգում ու դիմացինին մեղավոր ես տեսնում։ Նույն փարիսեցիությունն է գնում, որը որ զգուշ պիտի լինենք։ Եվ դրա համար է, ու այստեղ է, որ Քրիստոս այդ դասական մաքսավորի ու փարիսեցու առակն է մեզ պատմում, արդեն Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում ցույց տալու համար, որ ամենաատված մարդը կա, մաքսավորը, որ ազգի դավաճան է, որ գող է, որ մամոնայի պաշտամունքով ապրում, ու կա փարիսեցին, որ աստվածասեր է ու հայրենասեր է։ Ու այդ երկուսի միջև է բերում ու բերում է այդ օրինակը, որ մաքսավոր ամենացածր մարդը ասում է, «Տեր մեղավոր եմ», իսկ փարիսեցին ասում են, «Լավ է, ես սրա նման չեմ։ Ես համ աղոթում եմ, համ 10-րդ եմ տալիս, համ ես եմ անում, ես լավն եմ»։ Երբեք իր մեջ խնդիր չի տեսնում։ Դրա համար ավետարանը Ղուկասի ավետում ասում է, նա արդարացած գնաց, բայց նա չգնաց արդարացած։ Ուրեմն այս ինքնակրնության մեղքերը տեսնելու սխալները եւ ինչու՞ չէ, սա նաեւ կենցաղի մասին է, միայն հավատը չտեսնենք։ Երբ որ մենք չենք կարողանում ենք մերը տեսնել, մենք դասական փարիսեցի ենք դառնում եւ մաքսավորի օրինակը մեր համար չի։ Եվ հետո նաեւ այս միտքերը ինչու եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում եւ խմում։ Այս միտք շատ հետաքրքիր է այն առումով, որ իրենք Քրիստոսի նորից դեռ վախ կա։ Այս երկրորդ գլխի մեջ դեռ առաջի շրջանում իրենք ուղիղ Քրիստոսին չեն գտնում, ձեռնոց չեն նետում։ Լավագույն դեպքում կամ մտքի մեջ են մտածում, կամ առաքյալին են կանչում իր աշակերտին ու ասում են, «Ես ինչ եք անում», բայց ուղիղ չեն գնում Քրիստոսի խոսքը։ Ու այստեղ է Քրիստոսի աստվածությունն փաստելու, որտեղ ինքը լսելու է այն, ինչ որ իրենք ասում են առաքյալներին։ Բայց ինչն է այստեղ փարիսեցիների նաև խնդիրի հիմնական բառագան, որ նրանք հիմնականում տգիտության պատճառով էին այս վիճակի մեջ։ Ու իրականում մարդ արարածի զգալի մասը, որտեղ մենք բոլորս մեզ համարում ենք իմաստուն ու խելացի։ Չեմ ասում ամենաիմաստուն ու ամենախելացին, բայց հաստատ հիմար չենք համարում մենք մեզ։ Եվ նույնը փարիսեցին էր անում։ Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա։ Տգետը ու հիմար, տգետ եւ հիմար բառերը դրանք լավ տարբեր բաներ են։ Տգետ նշանակում է չիմացող, գիտություն չունեցող, այլ դեպքում այս դեպքում պատշաճ հոգևոր գիտություն չունեցող։ Եվ այսօրվա մեր ազգի զգալի մասը հոգևոր տգիտության մեջ է, հոգևոր չիմացության մեջ է, ու հոգևոր չիմացությունը սկսած վերևից մինչև ներքև վերում է ամենամեծ խնդիրներին։ Ու դրա համար ես միշտ իբրև օրինակ ունեմ մեծագույն հային Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, ով հասկացա, որ եթե ուզում ես ազգիդ օգնել, սկսի ազգին լուսավորել, որպեսզի հոգևոր տգիտությունը պակասի, լուսավորվի ազգը։ Ու սա ամենակարևորն է։ Ու հենց այստեղ է գալիս բառագանել, ինչքանով ենք մենք փորձում լրացնել այդ մեր տգիտությունը գիտությամբ։ Ու իսկ այն, որ հաճախ մարդը չի ուզում դա անել ու միանգամից դատում է դիմացին, սա էլ կա։ Ու նույնը արեց փարիսեցին, ինչու եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում, այստեղ Մատթեոս 7-րդ ակամայից ենք հիշում, որ ասում է, ինչ դատաստանով որ դատես, նույն դատաստանով էլ կդատվի քեզ։ Շատ հստակ է։ Մաքսավորն ու մեղավորը նրանք են, ես չեմ, ես մեղավոր մարդ չեմ։ Բայց եթե դու այդպես ես դատում, ուրեմն նույն դատաստանով էլ Աստված ինքը քեզ է դատելու։ Ու ամենակարևոր գիտելիքը, գիտությունը, երրորդության գիտությունը, երրորդության ճանաչողությունը ըստ մարդկային փոքր չափի։ Որտեղ եթե մարդու կյանքում երրորդությունը, որ Քրիստոս բերեց, չկա, որ սա ընդհանրապես ինչ-որ մի հատ տերմին է մեր կյանքում, այլ խոսքով առանձին Հայր Աստված, առանձին Որդի Աստված եւ առանձին Սուրբ Հոգի Աստված անձին մեր կյանքում ներկան չեն եւ իրենք իբրև մեկ Աստված, միություն իբրև նորից ներկա չեն իր մեջ, ուրեմն ես հաստատ հոգևոր տգիտության մեջ եմ լինել ու ամբողջ ավետարանի հեն միտք բանի նպատակը ինչ է, Քրիստոս ամբողջ ընթացքում բացահայտելու է երրորդությունը մեզ, որովհետեւ մենք ավելի լավ հասկանանք թողա իրական ու ճշմարիտ
Աստված, որ աշխարհից գալի մասը սոր չի ընկալի։ Եվ ասում երբ Հիսուս լսեց նրանց, ասաց առողջներին բժիշկ պետք չէ այդ հիվանդներին, եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին։ Այստեղ Քրիստոս իրեն բժիշկ է կոչում։ Շատ հստակ է։ Քրիստոս իրեն բժիշկ կոչեց։ Եվ շատ կարևոր մի պարզ տրամաբանություն, առանց բժշկի չես կարող բուժվել։ Բաներ կա, որ մենք կարող ենք ինքնաբուժումով զբաղվել, չգիտեմ, տաք թեյ խմել, էս անել, այն անել։ Բայց եթե մենք մեզանից յուրաքանչյուր մեկ ինքն իրան բուժել, բժշկի կարիք չենք ունենա, բժիշկ կա, որովհետև դեպք կա լինում, պահեր են գալիս, որ արդեն չես կարող եւ մասնագետի կարիք ունես։ Այստեղ է Քրիստոս իրեն իբրև բժիշկ ներկայացնում, մեկը որ եկել է հիվանդին բուժելու։ Իսկ հիվանդը այս դեպքում մեղավոր մարդն է։ Եվ սա շատ կարևոր է։ Եվ այս դեպքում ասում է, հետաքրքիր է Սուրբ Գրիգոր Աստվածաբան Նազիանզացին 4-րդ դարում, ասում է մեղադրում եք բժիշկին, որ հիվանդների մոտ է գնացել։ Փարիսեցիները ինչ են ասում, ինչի է հարց ուտում մեղավորների եւ մաքսավորների հետ։ Ասում է, բայց այդ մարդը բժիշկ է եւ գնացել է բուժելու հիվանդին։ Եվ սա է իր ամբողջ նպատակը։ Մարդը տեսնում է հիվանդություն ու փորձում է բժշկել այդ հիվանդությունը։ Ու դրա համար անտրամաբանական է բժիշկին մեղադրել, որ ինքը հիվանդի մոտ է գնացել։ Եվ այստեղ շատ հստակ է, հիվանդը հոմանիշա, սինոնիմն է մեղավոր մարդու, իսկ արդարը սինոնիմն է առողջ մարդու։ Եվ այստեղ է, որ մենք պիտի հասկանանք, մենք որ մեկն ենք։ Մենք մեղավորն ենք, թե արդարն ենք։ Ցավոք էս է միտքս, մենք մեզ արդար ենք կարծում եւ չենք ցանկանում մեղավորների հետ շփվել։ Եվ սա շատ հաճախ է լինում, մենք չենք ցանկանում մեղավորների հետ շփվել, բայց ամբողջ հասարակությունը այս վիճակում է, նույնիսկ ուշադրություն դարձեք, այնքան սովորական է մեր մոտ դարձել։ Լավ թաղամասում ես ապրում, թե վատ թաղամասում, Գլենդելի սարերում ես ապրում, թե այստեղ քենեթից վերև ես ապրում, թե քենեթից ներքև ես ապրում։ Միշտ այս բաժանումները մեր մեջ կա։ Փաստորեն էս է վիճակը, մենք չենք ցանկանում վատերի կամ բաների մեղավորների հետ տալ առնել։ Քաղաքը որ քաղաքն է, դու Գլենդել ես, թե չգիտեմ, Սիլմարես կամ Սանեն ու Թրանգայց։ Էս է, որ Քրիստոս եկավ մաքրելու, որ ասելու դա չի կարևորը, որ պիտի գնաս այնտեղ, որտեղ որ քո կարիքը կա։ Ու դրա համար էր այստեղ այս մտքի մեջ մենք Քրիստոս այս միտքն է բերում, որ ցավոք սրտի Մարկոսը չի բերում, բայց Մատթեոսը բերում է։ Մատթեոսի 9-րդ գլուխը այս նույն էս պատումն է։ Բայց այստեղ մի նախադասություն կա, որ Մատթեոսը մեջ է բերում, ու Մարկոսը չունի։ Եվ այդ նախադասությունը հետևյալն է. գնացեք սովորեցեք, թե ինչ է նշանակում ողորմություն են կամենում եւ ոչ զոհ։ Ու Քրիստոս էս էր ասում մեջբերելով Հովսեփ 6:6-ը, սա մեջբերում է 5 կտակարանից։ Այդ խոսքով ինձ ու ձեզ նորից հիշեցնում էր մի շատ կարևոր բան, որ ոչ թե նայեք զոհի ձևով, այսինքն ռիտուալի ձևով, այլ նայեք սրտով։ Սրտով մոտեցեք հարցին։ Ու սա լրիվ փոխում է։ Եվ սա լրիվ իրապես այս մեր մոտեցումը փոխում է։ Իրեն արդար կարծողը Աստծո ողորմության կարիքը չունի։ Քրիստոս իրեն արդար կարծողի համար չի եկել։ Ու սա այնքան կարևոր է։ Եթե ես արդար եմ ինձ կարծում, Քրիստոս իմ համար չի եկել։ Շատ պարզ։ Որտեղ եթե Քրիստոս հիվանդի համար է եկել ու ես ասում եմ ես հիվանդ չեմ, Քրիստոս ասում է եթե դու հիվանդ չես, հայք, արդար ես, ես քո համար չեմ եկել, քո համար ապրի։ Բայց դա մեծագույն ողբերգություն է կլինի իմ կյանքում, եթե Քրիստոս իմ համար չի եկել։ Որտեղ իմ ամբողջ կյանքի նպատակը նա է, որ ես Քրիստոսին նմանվեմ ու Քրիստոս ինձ փրկի, փրկիչը ինձ փրկի։ Բայց փրկիչը փրկում է մեկին, որը կարիք ունի փրկության։ Ես ասում եմ, ես փրկության կարիք չունեմ, ես արդար եմ։ Փարիսեցին ասում է, ես արդար եմ։ Աղանդավորն ասում է, ես արդար եմ։ Եթե արդար ես, ուրեմն Քրիստոս քո համար չի եկել, ուրիշի համար եկել, ով որ հիվանդ է, ով որ մեղավոր է, ով որ կարիք ունի փրկվելու։ Այստեղ ուզում եմ բժիշկ գաղափարի մասին էլ խոսեմ։ Միջարից 3 բժիշկի է, վստահ եմ շատերս գնում ենք ստուգումների բժիշկի ու վստահ եմ շատերս այդքան էլ գոհ չենք բժշկությունից եւ ուզում եմ օրինակներ տեսնել։ Հնում բժիշկները նաև գնում էին հիվանդների տուն, հիմա միայն մենք ենք գնում բժշկի մոտ։
Ես հիշում եմ փոքր էի, բժիշկը գալիս էր տուն, չէի սիրում, գալիս էր սրսկելու։ Տուն էր գալիս բժիշկը, ոչ թե քույր, այլ բժիշկը։ Այսօր այդ բանը կարծեմ վերացել է, մենք ենք միայն գնում բժիշկի մոտ, սա շատ կարևոր հոգեբանական պահ է։ Ինչու՞, որովհետև բժիշկը իրեն շատ վերև է արդեն տեսնում, մենք իր դռանն ենք գնում, թագավորը չէր գալի քո տուն, դու էիր գնում թագավորի պալատ։ Հիմա կարծես այս նույն վիճակն է, իրենք միշտ վերևն են գնում, այս ժամերով պիտի սպասես, ցավոք սրտի, որ իրեն գան մի քանի րոպե հետո խոսեն ու գնան։ Բայց Քրիստոս մեզ իրական բժիշկի օրինակը տվեց ու ասաց, ես եմ գնում ձեր մոտ, ես եկա ձեր տուն։ Ես չասեց, իր տուն էին գնում, բայց ինքը նաև դիմացինի տունել էր գնում։ Ու սա շատ կարևոր է։ Մյուսը հնում բժիշկի հիմնական կենտրոնացումը հիվանդն էր։ Հիմա բժիշկ անգամ չի ցանկանում հիվանդին դիպչել մասկով ու ձեռնոցներով։ Ուզում է բարևտա բան անում, եթե բարևը տալիս մի անգամից ձեռքը մաքրում։ Ես հասկանում եմ, որ կա հիգիենա, կա վիրուս, բայց նաև մարդկային է կա։ Այդ մարդկային ուր մնաց կա։ Եթե դու ինձանից զզվում ես իբրև մարդու, դու ո՞նց ես ինձ բժշկել։ Չէ՞ որ Քրիստոս ցույց տվեց իրական բժշկի կերպարը, ու երբեք չէր զզվում դիմացինից, ու նաև սա շատ կարևոր է։ Մյուսը հնում բժիշկը կախված չէր մամոնայից, փողից։ Հիմա մամոնան է թելադրում բժշկի քայլերը, ոչ թե բարոյականությունը։ Հիպոկրատի երդումը բարոյականությունն է, որ դու խոստանում ես, որ լինել բարոյական կերպար, բարոյական բժիշկ։ Այսօր դա ձևականություն է դարձել։ Այսօր հիմնականում գումարն է որոշում բժշկի քայլերը, որը որ սիստեմն է այդպես դարձել։ Ու Քրիստոս մեզ ցույց է տալի, որ հակառակը պիտի լիներ։ Ինքը նյութի համար չեկավ, ինքը երբ որ բժշկում էր այս մարդկանց, փող չուներ, փողի կարիք չուներ, ոչ թե փող էր վերցնում, այլ ընդհակառակը բժշկում էր հոգիների փրկության համար։ Եվ այստեղ հարց եմ տալիս, արդյոք նույն խնդիրը հոգևոր բժշկության մեջ առկա չի այսօր։ Եվ մի քիչ ավելի առաջ եմ գնում։ Հոգևորականը հոգևոր բժիշկ է, ժողովուրդ։ Ուզում եմ սրա մասին մենք կենտրոնանանք։ Եթե կուզեք դուրս գաք։ Սառը ջուր։ Լավ, մենք շարունակենք, այստեղ բժիշկ ունենք, բժիշկից խոսեցինք։ Հոգևորականը բժիշկ է։ Եվ հետաքրքիր ինչ է, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա մի շատ կարևոր բան։ Ժորժ ջան, խնդրեմ 1-2 մոտը լինենք, բայց մենք շարունակենք մեր ընթացքը, որտեղ նաև ձայնագրվում է։ Ձայները էլի խնդրում եմ։ Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, արդյոք նույն խնդիրը հոգևոր բժշկության մեջ չէ արդյոք։ Հոգևորականը, եթե միայն իր գրասենյակում ամնում ու չի գնում ժողովրդի մեջ, արդյոք ինքը այդ նույն բժիշկը չի, որը որ միայն կտրված ուղին, այստեղ կառուցողական քննադատություն եմ ասում, որը որ սիրո քննադատություն, ինչքան աստիճանը բարձրանում է հոգևորական, այնքան ժողովրդից կտրվում ես, գրասենյակում ես մնում։ Որում շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանանք։ Եվ այս հարցադրումն եմ տալիս, արդյոք Հիսուս այդպես էր անում, տանն էր մնում։ Եթե Հիսուս շրջում էր մարդկանց մեջ, ուրեմն այսօր հոգևորականն է պիտի շրջի մարդկանց մեջ, հայքն էլ պիտի շրջի մարդկանց մեջ, մեզանից յուրաքանչյուրն էլ պիտի շրջի մարդկանց մեջ, ու չսպասենք, որ գան մեր տուն, մեզ տեսնեն։ Քրիստոս գնում էր, Քրիստոս բոլորին այցելում էր, իր պատիվից ցածր չէր գնալ այցելել մարդկանց, իրենց բժշկել եւ ուսուցանել, որը մենք պաստորեն գործել ենք։ Հիմա վերջի 2 սլայդերին ենք հասել, ինչպես ամեն անգամ ասում ենք, ունենք բանալի բառեր, եւ այս տեքստի մեջ իմ կարծիքով բանալի բառերը շատ են։ Առաջինը տունն է։ Տեսանք Պետրոսի տունը, տեսանք Մատթեոսի տունը, երկրորդը անդամալույցն է, որը որ այս դեպքում շատ կարևոր կերպար է, մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել։ Մյուսը որդյակ մեղքերը ներված են, այս արտահայտությունն է։ Սա կյանքի կարևորագույն արտահայտությունն է։ Արդյոք մենք արժանանալու ենք այս բառերին։ Արդյոք ում լսելու ենք Տիրոջ այս խոսքը, որդյակ մեղքերը ներված են։ Նորից անմիջապես բառը եղավ, ամբողջ այս առաջի գլխում անմիջապես բառը կար, բազում անգամ, երկրորդ գլուխն էլ ենք սկսել անմիջապեսով։ Քրիստոս չի ուզում, որ մենք մի բան հետաձգենք,
Ցույց է տալիս Մարկոսը, որ Քրիստոսը ինչ որ անում էր առանց ժամանակ կորցնելու։ Մի կորցրեք ժամանակը, մի ասեք վաղը կանեմ, վաղը կզանգեմ ընկերոջս, կամ վաղը այս գործը կանեմ։ Առաջինը ես սա ինքս ինձ եմ ասում։ Եվ ուզում եմ ինքս ինձ այդ կարևոր հիշեցումը տալ, որ Քրիստոսը ինձ տվեց անմիջապես, ոչ թե հետաձգվելով։ Մյուսը առաքյալներն եք տեսնում, 3 ձևի մարդիկ, առաքյալներ, օրենսգետներ ու փարիսեցիներ եւ մաքսավորներ ու մեղավորներ։ Կոչված ենք առաքյալ լինելու, բայց երբեմն մաքսավոր ու մեղավոր ենք, երբեմն փարիսեցի ենք։ Երկուսն էլ իմ մեջ ես տեսնում եմ, երբեմն տեսնում եմ իմ մեջ մաքսավորին ու մեղավորին, երբեմն իմ մեջ տեսնում եմ փարիսեցուն։ Բայց ես գիտեմ, որ ես կոչված եմ այս կոնտեքստն ինձ օգնում է լինել առաքյալ։ Եվ Մատթեոսի նման մաքսավորից վերածվել առաքյալի, որը շատ կարևոր է։ Կամ այստեղ երբեմն, այո, երբեմն նաև առաքյալել ես տեսնում, երբ որ Աստված ցույց է տալիս, որ այս ինչ բանը որ արեցիր, իմ գործն էր, որ արեցիր։ Բայց ես հասկանում եմ, որ իմ ծրագիրը նաև հենց այդտեղ առաքյալ լինելու մեջ է։ Հասկանում եմ, որ կա հիվանդությունը, հիվանդներ ու մեր նպատակը նախ բուժվելն է ինքներս եւ նաև օգնել, որ հիվանդները բուժվեն։ Ուտել խմելը կա, որ հաճախ զգուշ լինենք այդ ուտել խմելուց, կերուխումից ինքը առիթ է Քրիստոս օգտագործում բուժելու, բայց երբեմն նաև լինում է, որ մենք թակարդն ենք ընկնում, այստեղ պիտի ճիշտ հասկանանք, թե մենք որտեղ ենք, եւ հետաքրքիր է, ես այս բառի մասին չկենտրոնացա, բայց դա բազում անգամ լինելու է մարդու որդի արտահայտությունը, որ բազում անգամ պիտի տեսնենք Քրիստոսն ինքն իրեն է տալու, մեր մոտ սխալ ընկալում կա, մարդու որդի, երբ որ լսում ենք, որ Քրիստոս ասում է, կարծում ենք, թե դա մարդ գաղափարն է, բայց երբ որ Քրիստոս մարդու որդի ասում, ի նկատի ունի Աստծո որդի գաղափարը, որը Դանիելի մարգարության մեջ ենք տեսնում, այս մասին մենք դեռ խոսել ենք, մարդու որդի արտահայտությունը, the son of man արտահայտությունը Աստծո որդու գաղափարն է, որը որ Դանիելի տեսիլքում տեսնում ենք, որ ամպերից իջնում է։ Եվ սա է, որ Քրիստոս բազում անգամ պիտի փորձի ներկայացնել։ Հոգևոր վերլուծումն էլ վերջի սլայդն է։ Ուզում եմ նորից վերջում հիշեցնել, որ Աստվածաշունչ Մատթեանը մենք նախորդ անգամներում խոսեցինք 3D ձևով պատկերացրեցինք։ Ուղիղ ընկալում, տեքստային ընկալում, որը որ համեմատական էր նաև տարբեր ավետարանների հետ, եւ նաև խորքային ընկալում, որը որ իմ կյանքի հետ պիտի առնչվի։ Որտեղ եթե 2000 տարի առաջ ինչ որ Քրիստոս գնացել է Վեբի կամ Մատթեոսի տունը ու փորձել է մեղավորներին ու մաքսավորներին բժշկել ու այնտեղ փարիսեցիներն ու օրենսգետները իրեն դեմ են եղել, ես միայն սա կարդամ, սա կլինի պատմության գիրք։ Ժամանակին Տիգրան մեծ է եղել, ես ինչ բանն արել, իմ կյանքում դա ինչ է տալիս։ Բայց ավետարանը պատմության գիրք չի, ավետարանը կյանքի գիրք է։ Դրա համար խորքային վերլուծումը խիստ կարևոր է ու դրա համար իմ կարծիքով ես այս վերլուծումը փորձեցի անեմ այս տեքստից, մեզանից յուրաքանչյուր ունի իր վերլուծումը անել, ուրեմն ինչն է իմ կարծիքով։ Այս 4 մարդիկ, 4 ավետարանիչներն են, որը որ նաև հայերից շատերն են ասում, եթե ընթերցեցիք։ 4 մարդիկ, 4 ավետարանիչներն են։ Մեզ տանում են դեպի Քրիստոսին իրենք, եւ եթե մարդիկ փակում են մեր ճանապարհը եւ շեղում մեզ իրենց ձայներով կամ անտարբերությամբ, նրանք մեզ տանիք են բարձրացնում այս 4 ավետարանիչները, Մատթեոսը, Մարկոսը, Լուկասը ու Հովհաննեսը, բացում են մեր մտքի պատնեշը, առաստաղը եւ խոնարեցնելով մեզ մեղավորներից իջեցնում Քրիստոսի ոտքերի առաջ, նրա բնակության վայրը, եկեղեցին, որտեղ Տերը մեզ իբրև սիրող հայր է մոտենում եւ մեզ որդյակս ասելով բժշկում է նախ մեր հոգին, ապա մեր մարմինը եւ հրավայում ոտքի կանգնել, մերժելով մեղքերի մեջ պարկած լինելը, զորանալ եւ մահիճը վերցնելով գնալ տուն, այսինքն երկնքի արքայություն։ Մյուս պատումը մեզ հուշում է, որ կյանքում ընտրություններ ունենք եւ որ կանչված ենք Տիրոջը հետևելու եւ նրա մոտ մեր ընկերներին տանելու եւ որ զգուշ պիտի լինենք բամբասողներից եւ ինքնահավաններից, որոնք դիմացինին մեղավոր են հանում, իսկ իրենց արդար։ Նրանք իրենց լեզվով իսկ իրենց դատապարտում են եւ ասում, որ Աստված իրենց համար չի եկել, որտեղ Աստված եկավ մեղավորների ու մաքսավորների համար։ Սա է, որ փորձեցի փոքրիկ վերլուծում անել